ու մենակ 10 տարուց է ամերիկացի կոմիկները 10 տարուց են դառնում հետաքրքիր։ Ոսկե որ ասում ես ես 8 տարի եմ զբաղվում, դες Ամերիկայի մարդով ես կսնակ եմ, շատ։ Ես հենց չպետքա ոչ բեմ հելնեմ, այդ Ամերիկայի մտածելակերպով։ Հիմա այն շատը առաջի տարին այդպես գնաց open mic-երի ու միանգամից համեր ձայնագրեց։ Ու ինձ գրել է ասում ինչ ես մտածում, ասում շատ վատ է, Միխայել, ոչ ինձ չի կարելի անել, էլի դու ոնց որ ելել ես ու դու պատմում ես առաջի տարվա open mic-երի կատակներ, որոնք քո բերնից вообще հետաքրքիր չեն, էլի դու այն այդ հա երևի շատ թույլ է։ Եթե դրա փոխարեն դու հելներ մի հատ պատմեիր պրոստը, խոսքի ինչ էր քո հետ կատարվում այսքան ժամանակ, ոնց քո կարիերան ոչնչացեցին քաղաքական պատճառով, ուր էր, ոնց կարելի դու այդ պիկից, այդ բանը, դրանց ծրագրից, բանը, ինչ հասցեր է, ոնց ընկնես այսպես հատակին вообще կորես ամեն այդ որ քեզ մոռանան, այդ որ պատմել անձնական ցավդ պատմեր, այդի հետաքրքիր կներ, որտեղ դու տենց փորձ ունես, ոչ մի տենց փորձ։ Չէ, չի հենց այդ է բանը։ Ասում եմ դե չէ, ուզում բան, մարդիկ չգիտեին բան։ Չի աշխատում, Աբե ինչ ձևով փորձել եմ կանգնացնեմ, բայց ոչ մեզ է ստացվում։ Գնացինք լիմիտը։ Հա, 2 ժամ ենք մաքսիմում։ Բան է, էլի, այս կամերաները խնդիր ունի ոնց որ։ Կամերա չի։ Կարեք վերջաբանը գրենք, հետո շա։ Раз, два, три։ 1 2 3 4։ Դե աշոտ ու նվեր մի մարմին չեք լսել։ Եй, Այո։ վերադարձանք։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրներ Դավիթ Դանոյան ուրոլոգ։ Բայց բան вообще ուրոլոգիայի մասին չէր ոդկասթը։ Հա, բայց հետո Բայց դժում է։ Ես չտաս բան, որ ընդ մենք սկզբից շատ հետաքրքիր թեմաների մեջ մտանք, որովհետև ինձ չի թվում, որ տենց էվտանազիան կամ էթիկան բժշկական շատ տարածված թեմաներ են, էլի։ Մանավանդ որ ընթացքում ես երկար չէի հասկանում ինչ եք ասում։ Հետո Բանի մասին եք խոսում, չէ։ շատ մռայժնի թեմաների մեջ մտանք ու հետո մեկ էլ դուրս եկանք հայկական ռեփ, ռուսական ռոք ու գնաց։ Շատ խառը ոդկաստ։ Ու շատ շուխուրոտ ոդկաստ էր։ Շատ շուխուր էր։ Սա թիմը խոսում էր գակամից դե ինչ որ բան ֆանտային բացում իջան արվան անընդհատ ինչ որ վիճակ էր ոնց բան մարշրուտի մեջ խոսայինք բայց դե ինչ որ այդանք զուգի վրա ոնց անելու ինձ թվում է մենք բայտա գոռում ենք բրա միկրոֆոնի մեջ խնդալով մնդալով բան չգիտեմ ինչ այս կոմենտներում էլի գրելու են հա դե բայց մենք դեմից խոսացինք դրա մասին դեմից դա դիվատ եմ ասում դե մի հատ կենանք այդ մասին հա օքեյ այդպես բաներ Բանը նորություններից մենք հեսա նկարելու ենք երևի եւս 1 կամ 2 էպիզոդ ու գնալու ենք մի հատ պաուզա, քանի Վլադը գնա մի հատ զբաղ։ Բայց նես չի եթերաշրջանը ավարտվում։ Հա, պրոստը Վլադը գնում է զբորերի, մենք առանց Վլադի չենք ուզում անենք, որովհետեւ այս ամեն ինչը իմ տենալով, այս ամեն ինչը sense պահում է ինչ որ չեմ աստու զորությամբ։ Ու ես даже աստուն չեմ հավատում։ Վլադի զորությամբ ավելի շատ։ Չէ, ոչ թե Վլադի, այլ ամեն մի մարդը կարևոր է։ Եթե մի էլեմենտ դուրս է գալի, ես սաղ քանդվելու եմ ջոգելով, ես չեմ պատկերացնում առանց Վլադի մենք կարենք անենք։ Հա, մենք խոսում ենք այդ բաղով, ես ասացի ես կվերցնեմ ին վրա, բանը կբերեմ ուրիշ մարդկանց, այդ ընթացքը տիպը Վլադի միջև։ Բայց հիմա նվերը լիք production-ներ անում։ Բայց ես էլ տարբեր պրոյեկտների մեջ մտա, ոնց որ տենց չեմ հասցնի որ վերցնեմ։ Հա, դրա համար մի քիչ պաուզա կվերցնենք։ Ինչ որ տենց ժամանակահատված չի լինի ախորպես ոդկասթը, բայց հավատացեք։ Հա, բայց հələ որ չէ, հələ որ մի երկու վիպուստ կլնելու է սրանից հետո ու նոր լնելու է պաուզան, օքեյ, եթե ինչ, եթե այդ պաուզան լինի, կարող հները նայել։ Ես որ հավատում եմ ախորպես ոդկասթի զորությանը։ Լիքը հին վիպուսներ կան, որ անտեսված են։ Կստати, Սերոյի հետ վիպուսը շատ քիչ է ավակին, ինքը ամենալավ վիպուսներից ով եղել է, անպայման նայեք։ Կստати, բայց այդ պահը կարող անենք առաջի եթերաշրջանը տանենք Patreon պրոստը։ Տար։ Հա, էլի։ Ինձ ինչ, ես ընդ չկամ вообще։ Հա, տանելու։ Ես դրա հետ կապ չունեմ, տարեք։ Talk to edit-ին մերսի, որ մեզ սուբտիտրավորում է։ Բան, ես քեզ գրեցի դու ինչ պատասխանեցի։ Ինչ ես գրել։ Talk to edit-ը բանա, սայթ է, մենակ թե իրանք app ունեն։ Չէ, app չունեն։ Բայց անում են։ Իրանց հետ խոսում ենք app անելու հետ կապված, ասես նախատեսվում է, բայց ուզում անես, հա։ Չէ։ Չէ, տղեկը այս երկու օրը պետքա գան, մի քիչ մենք բաներ ենք գտել, օրինակ մինուսներ ա գտել Վաչն, մեր reel maker-ը։ Ինձ voice-ով ասեց ինչ կարելի է փոխել ծրագրի մեջ, ես իրանց ուղարկեցի, հանդիպում նշանակեցինք գան, ոնց որ մեր reel maker-ն էր գա, որտեղ կոկաց վերջերս բան էլի մեր production-ում գրեցին, որ տիպը բանա պետք, տես ծրագիր է պետք, որը սուբտիտրարանում ուղարկեցի talk to edit։ Հա, դզեց։ Տենանք։ Էլ ինչ ունենք մեր ախպերներից։ Ունենք X company-ով ովքեր պատրաստում են Python-ից տարբեր Python գործեր,
որի վրա Ավետի ավետը մակագրություն կա հիմա։ մակագրումը հա գրում։ Այս ինչ crossover էպիզոդ է։ Ավետ ու X company։ Հա, եթե ուզում եք ինչ-որ փայտից պատրաստված ինչ-որ ձեռագործ պարագաներ, ոչ միայն բիտա, ոմշեմ ֆանտազիայից է կախված ձեր երևի, որ գրեք տղեկի էջին իրանք կառաջարկեն։ Ագդես չի վրա մի բան խնդում։ Ինչի վրա։ Բանա, մենք միջև հիմա ոչ մի գովազ չեն կարել բան փողով, ոչ մի բան չեն կարել ու մեր անվճար գովազները են քչանում։ Հա, ճիշտ է։ Դες տեղից է մենք ոչ մեկից փող չենք ուզում։ Այն ժամանակ ասում են հերո արմտակտիկալ։ Այո, տակտիկալ, գնացեք կրակեք։ Так, եկեք դաչա բան արեք, կոկտեյլ խմեք։ Ոչ է խմեք, հա։ Հա, вообще խմեք։ Օի աղազ գենք դարը, սախ մենակ կոֆե են խմում ու բան, նարկոշն։ Մի քիչ ալկոհոլ խմեք, մի քիչ ազգը բազման ասես չի լինի։ Մենք գտնվում ենք Մաշտոց 5 Եկեք դրոպ green room շորսում դες կակտել դեռևս։ սարքեմ։ Հա, կոկտեյլ գնացեք նաև խմեք green room-ում, աշի մոտ։ Մեկ ես էլ եմ այնտեղ լինում։ Հա։ Ա գիտես ինչ նայ հիմա պրոբլեմ, Ինչը։ որ ես այդ life hack-ը գտել եմ, որ եթե ես ջուր եմ խմելու հետ, ես մյուս առավոտ օքեյ եմ։ Բայց դա բերել է նրան, որ ես սկսել եմ ավելի շատ խմել։ Ջուր խմել։ Հա, ավելի շատ խմել։ Ջուրն է, հա, բայց ոնց որ առաջ այդ ստոպը կարելի ես ամեն անգամ խմելուց հետո ես պատրաստեմ, վաղ բան դրանից հետո։ Մենք բարձրացնում չէ ջուրը խմում օքեյ է, սա։ Էլի ավիրում է, էլի sense մի քիչ մեռած եմ, այսօր ջնջխված եմ, երեք Գյումրիի բան ելույթ են ունում, քշեվակեսին գալիս եմ առողով։ Դա Հավեսեր։ Ինչ ասած, եթե սիրում եք պոեզիա, հետևեք Ավետ Բարսեղյան Instagram-ին եւ իհարկե աղբորպես նվեր Telegram-յան ալիքին, այնտեղ ես բացում եմ իմ սիրտը, իմ alter ego-ն եմ ցույց տալի, հենց չեք հետևում, ամոթելա։ Հետևեք։ Հա, մենք սպասենք, դուք հələ որ հետևեք։ Լինքը ներքևը կլինի։ Լավ։ Ինչ էլի բան ունենք ասել։ Չէ, գնանք Մնացածը ոդկասթի ժամանակ, հա խոսանք, գնացի։ Ապա Всё, գնացինք։ Короче, հա, բանա Արլովի մասին էլի ուզում եք ասեի, որ ինքը իր ֆենոմենը գիտես ինչու՞, որ ինքը խելացի տղա չի երևում։ Սենց գյուղցի տղա է, հասարակ շատ։ Ու ինքը տենց էլ կա, իսկ եթե հա, որ հասարակ տղա է, դաժե իր որ աստղային պիկներ, տենց է մնացել։ Սովորական չուվակ է։ Բայց մեկ էլ իր ուղեղը այնքան սուր է, մեկ ինքն այնց բաների մասին է խոսում, որ դու երշանում ես, այդ street smart-ն է։ Այդ նույն ձև Էդի Մերֆին էր վախտին Ամերիկայում, որ ինքը ոչ մի տենց եսի միջ խելացի չէր, բայց շատ սուր ուղեղ ուներ, էլի, street smart-ն է այդ որ ասում են։ Այս սկիզբն էր, հա։ Հա, մենք դες խոսում, մենք տենց գնում ենք։ Բարև, բարև, Չէ, ինչ բան։ Շա։ Հերան բարելելով։ Գիտես ինչն էր, բանը վնասին որ ոդկասթի կանչել ենք, բանը դե խոսում հետո որ մի հատ ինտերվյու ունի ինքը բացի մերնից, ոնց որ բալնացնի որ ոդկասթեր ինտերվյու էր, դες չհասկացա ճիշտն ասած։ Ես իրան չեսնի ասեցի հետ, էլի, որ ես հասկացա, որ պրավալնի բանը, որ միացրեցի նայեցի, այն բանից հասկացա, որ սկսում է նրանից, որ այդ աղջիկը ասում բարև։ Լավ ես։ Դե ոնց ես, Ռիռենջն է, նարեկը որ զանգում է։ բայց իրանը ուրիշ է, ռիռենջը գիտենք ոնց է, կոնցեպտ կա, բան Չէ, կոնցեպտը չէ նարեկի, բայց ռիռենջը սկիզբը բարև, բարև, ու ես երկու անգամ հյուր եմ եղել։ Տեսնում ես, Այմի ինչ պետք է ասես։ Հա, չէ, բարև դրվում է նարեկը։ Որ զանգում ես ոնց եմ անում բարև։ Ոնց ասում եմ ինչ մի բան Ես խոսեմ։ ահավոր չեմ սիրում այդ գիտես, որովհետև մենք այդ ում համար ենք անում, մենք այդ անում ենք զրիցելի համար, որ իրանք տենան, որ մենք սկսում ենք։ Հա, էլի Մի ժամանակ սկսել ենք։ Բայց կարող է զրիցելը չգիտի, որ էսի սկիզբն է։ Շատ բան է, էդի բարև ձեզ, բարև ձեզ։ Գիտես ոնց պետք է դու նստած ելնեք, ես գամ սես նստեմ մի անգամ, բարլուս։ Ակնհայտ չի որ մենք մի կես ժամ սրանից առաջ Հա, եթե տենց ենք ուներ, բան sense ենք խոսայինք ու դու գայիր, այդ ժամանակ կբարևենք, բայց հա, տարօրինակ է։ Եկանք խոսած։ Ինչ որ այդ սկզբի բանն է, էլի պետք է նշենք, որ այդ սկիզբն է։ Իսկ ինձ դզում է որ կեսից է սկսում։ Ոնց որ մարդիկ sense կեսից միանում են։ Էդի բանին է նման։ Ես բեսամ շատ բերեբի վատ եմ անում ինձ։ Հա, մենք ենք։ Արի մի հատ գոլ։ Բերեբի վատի Եթե կարաս Աշոտի հետ միած կպի։ կոմենտներում չեն գրում, թողեք թող ձեր յուրը խոսի։ Այ, գիտես ինչ են Ինձ էլ անում։ են գրում։ Մենք գրել այս դերից ոչ մի ալպիս կա մնում, որտեվ բան Աշոտը շատ է իրան խելոքի։ Չի թողում ոչ մի քո մասին չի սաղվան, իմ մասին։ Աչե մարդիկ շամրը ինտերվյու Այ, ես ինչ տա։ ով է նվեր բեկլեր, հələ բեմից դուրս, հա։ Ինչ որ պետք է խոսանք։ Չէ, ես պատկերացնում եմ 5 տարի հետո այդ ինտերվյու խոսքի։ Ինչ ճանապարհ ոնց ստացվեց քո մոտ ամեն ինչ բան։ Դե դժվար էր իրական։ Աշոտը շատ էր պետք։ Յուրը ինք կանչում Աշոտը չէր թողում, յուրը խոսենք դեր խոսում։ Հա, չիլի այդ выпускում вообще տենց կեսից մենակ ես եմ խոսում։ Ես ասում առաջ եմ տալիս սաղ ես։ Չիլին կեսից նամակ եկավ, տենց շատ հա ինքը տենց սկսեց պատասխանել վերջ։ Բայց ինչ էր դու մասեր որ պիրբիվատ էր անում։ Չէ, ես սովոր բանը ես էլ եմ շատ ես էլ եմ podcast վարում արդեն։
150 թողարկում նկարել։ Так, ո՞նց էր քո ոդկասթի անունը։ Medcast։ Medcast։ Շատ օրիգինալ եք մտածել։ Բանն է, Medcast-ը, բայց կարճ է, չէ՞, տենց տևում, ասեցիք։ 40-50 րոպե է տևում, ունենք 2 ժամանակ։ Ու դու ո՞նց է քո պրինցիպը։ Մարդես կանչում մի անգամից օրվա մեջ մի 3-4 հատ տենց գրում ես։ Հա, մի 4 հատ։ Ամսվա մեջ մի օր 4 դե, նա իմս մասնագիտական է, իմս նայ ոնց է։ Ես ոնց սկսեց ինքը։ Вообще բժշկության մեջ փող շատ է ֆռում։ Ու բժիշկները որ ուզում են բժիշկ Մեքենայից էլ հասկացա արդեն։ Ինչ է որ Nissan Rouge եմ քշում է $10,000։ Ամա պրոստը նոր դուրս եմ եկել դիմավորեմ, կներես, ես էլ եմ պերիպատանով։ Դուրս եմ եկել դիմավորեմ, մեկ էլ Range-ա մի հատ գալիս, լավ, ռուսական համարներով, ֆռում եմ սենց հանում, ես էլ մտածում դավն է, դեմքը լավ չտեսած, ես ցույց եմ տալի parking-եղի դեմ։ Գնում կայնում եմ, մոտենում եմ, ուզում եմ մոտենամ պատուարում, մեկ էլ հետ եմ ֆռում, գնամ դավն եկավ կայնամ։ ու ես եմ տալի ու դավն է տալի։ Medcast-ը սկսվեց։ Ես հիշում եմ։ Զանգեցին բաբանը Ձեզ ուզում ենք հաղորդման հյուր հրավիրենք, այդ Instagram-ը 30,000 follower ունեի, չէ՞։ Ձեզ ուզում ենք հյուր հրավիրենք, բան դուք շատ դες կրեատիվ եք, բան դες գոված։ Fancy։ Հա, fancy, բան։ Ասում եմ, հա, օքեյ, հարց չկա, ցանում։ Ասում եմ, մասնակցությունը 60,000 դրամ, ասում եմ, չես ձրի կգամ, բան։ Ասում չէ, դու եք տալ։ Բայց որ ասել ես, այսքանում դե ասես որ ոդկասթ։ Ոդկասթ չէ, հաղորդում էր, հիմա չեմ հիշի։ Այդպես վանա նվերի Որտեւ ինձ էլ է գրում։ Ինչպես մեկն է, էլի լավ պես։ Չէ, դե բայց ինձ էլ են գրում, ասում են ոնց մասնակցենք ձեր ոդկասթ։ Ես դա նվերին ասում, բան գրում են ինչքան փող տանք որ գանք ձեր ոդկաստ, չի ինչ փող ո ձեր ոդկասթը, ասում գրի 1 միլիոն, բայց փողը կես եք տանք։ Մենք ենք տալի, էլի չի փողը։ Ու այդտեղ մեկ միտք ծագեց, այդ վաղ հաղորդումներ էինք նկարում Էրիկի հետ, ասի, արի բժիշկներին կանչենք, բայց չխոսանք բժշկությունից։ Նայ, այսինքն օկալը բժշկական լիքը խնդիրներ։ Օրինակ մեր Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկին եմ կանչել գինեկոլոգ Վահեն Տերմինասյան։ 1.5 ժամ նկարել ենք, մի հատ գինեկոլոգիայից խոսք չի եղել։ Դզես։ Խոսացել ենք պետ պատվերի գներից, հիվանդների վարքից, հիվանդանոցային տեխնիկայից, խոսքի ոնց է վիրահատության գինը ձևա։ Սպეციფიկ չեք խոսում, սպեցիալիզացիայից չեք խոսում, ընդհանուր եք խոսում։ Դե սպեցիալիզացիայից ենք խոսում, եթե հետաքրքիր բան կա։ Ու խոսում ենք ոնց է վիրահատության գինը ձևավորվում, որովհետեւ նա եղող հասկանաս, քիչ է վիրահատություն 1 միլիոն, էսի 500։ Հա, լիգբեզա էլի, հա։ Հա, բայց նենց է դու էլ ես վիրահատող բժիշկ, դու պետք է իմանաս։ Դե հա, բայց մարդկանց հետ ոնց քննարկման մեջ ինչ շտեիր։ Ինչ ասեմ, էլի, բայց տարբեր բաներ եք վիրահատում։ Բանը ու սկսեց այդ կոնցեպտը բողոքելու, գովալու, անելու, ցույց տալու ու հիմա շատ են գրում, բա ոնց կարանք դեր հաղորդմանը հյուր գանք ու գրում են մենակ պլաստիկ քիրուրգներն ու ստոմատոլոգները։ Հա։ Բայց Ապա դե ու ամենահետաքրքիր հա Ժորժն կներեք ես դա շատ սիրում եմ, բայց ամենաանհետաքրքիր էպիզոդները ստացվում է միշտ ատամնաբուժների, չնայած ունեցել ենք 2 հատ ատամնաբուժ, որ ատամնաբուժությունից չենք խոսացել, ու պլաստիկ քիրուրգների հետ, որտեվ հարցնում ես քիթ վիրահատել ու գնա։ ստացի մենք ատամնատեխնիկ ենք ունեցել ու լավ էլ տենց ոդկաստ ստացվեց։ Բայց վիրահատատեխնիկայից ենք խոսում։ Լյուդվիգ ինչա TikTok-ից։ Լյուդվիգ հա։ Հա, շատ կար։ Հա, Լյուդվիգը ես գիտեմ, որ ատամնատեխնիկա, հա։ Լյուդվիգ հետ այն որ նոր ենք սկսել TikTok-ը, որ բան ենք, Լյուդվիգի հետ մի երկու հատ էպիզոդ ունենք։ Հա, դες։ Դա շատ լավն է։ Հա։ Վանա, Ուժանը։ դա կստати общий հարցերից, ես ուզում եի հարցնել, բան, այտենց ամերիկական տերմին կա, որ bedside manner։ Իր հայկական տարբերակը կա, խոսում են ոչ այդպես բաների մասին։ Թերությունների։ Չէ, bedside manner-ը գիտես ինչ է, որ քո ոնց որ հիվանդի հետ շփման տաքությունն է։ Ինչքանով ես դու հանգստացնող քո բանով, դա չէ, մեր կատեգորիա կա։ Չէ, այդպես չէ, բանը չկա ու դա շատ թերի է մոտ դրած այդ բանի վրա, բայց նայած բժշկի տեմպերամենտից, օրինակ իմ մոտ շատ ուրախ է անցնում ու մեկ բաներ եմ նայում, որ գրում են հա հիվանդ մտանք բժիշկ այնքան ժպտեր ես բանում, հա սիրում եմ, դա պետք է ուրախ անցնի, էլի։ Իմ համար միշտ ծանր է բժշկի մոտ գնալը հենց շփման պատճառով։ Բայց տարբերություն կա քո համար ինչ բժշկի մոտ ես գնում, կոնկրետ որ բժշկի մոտ ես գնում։ Դե չէ, մեծ մասով միշտ ինչ որ տենց այդ չորության մոմենտը կա, մի քիչ ցինիկության մոմենտը կա։ Իմ համար օրինակ տարբերություն կա, էլի հիմա ես պրակտոլոգի մոտ եմ մտնելու։ Չէ, պրակտոլոգը ես դրա մասին դեռ կատակն եմ, որ պրակտոլոգը ահա որ պրիատնի մարդուրս է կամ սաղեց։ Մեջներից ամենապրիատն ու դուս եկավ։ Իսկ դու ասում ամենաստրեսային բժշկի մոտ գնալը ալկոհոլիստի մոտ էր։ Օրո, ալկոհոլիստի մոտ ես տանջում էին ինձ այդ բանը, զավոդնոյ ապրեսիվ սարքով բար, աշկիտ մեջ կրակում են լույսը։ Բուլինգն է գալի։ Ապա ինձ բուլինգ անելով այդ են ստուգեցին, վերջում ասես դե
Ձախ աչքդ 0.5 մմ ձախ է նայում, աջ աչքդ 1.5 մմ աջ է նայում։ Ձախ աչքդ 0.75% մինուս, աջ աչքդ +1.25։ Ասում եմ, ինչ պետք է անեմ։ Ասում եմ, ակնոս պետք է դնես։ Ասում եմ, բան, շատ վատ ձև էլի ներկայացրես։ Արա նենց վատ ձև ներկայացրես, դա սիմվոլիկ եմ։ Չէ, ինձ прям կոնկրետ շատ վատ ձև։ Ասմախես աշկերտ փագմոդու աղջիկ չես։ Это ж вара стереотип։ Ինչ է ցույց տալի քեզ, ինչ բանը կաներ ֆալոսների երկարությունը քեզ բաց։ Լույսով կրակում եմ դրա Իրա ջոգերը դու լազերը բռնես։ Բանը, էդի ես օրինակ մեկ-մեկ շատ եմ բոցվում, հիվանդների 99%-ին է դուր է գալի։ Հիմա կոմենտ եմ գրեք ում դուրը չի եկել։ Օրինակ գնում ենք վիրահատարան, դե գնում եմ ասում եմ դե վախն է, էլի հեսա կգան քեզ կտանեմ վիրահատարան։ Ու բան եմ անում, մեկ-մեկ կարող ասում հաջող արի տնեցիքի ասում դե ռիսկ է այլի օպերացիա կան դու գա չգաս ասում եմ դիմդ հաջող արա բան բայց լավ խնդալով են գալի բայց բանը էլի է վերևը հարցնում եմ չես մտածում որ կարող է տրավմա թողի իր վրա ես 18+ մարդկանց եմ վիրահատում ու հասկանում եմ մարդու հետ շփվելուց դու հասկանում ես իրաք մարդկա ասենք ինքն է հումորով մարդկա ինքը ասենք մարդկա ասենց իր լրջությունը դու արդեն պատկեր դու սկսում ես իրան հանգստացնել օպերացիայից առաջ վիրահատությունից առաջ պետք է մի քիչ բան լինես էլի տենց պատրաստված որ հեսա կարող է հետ չգաս ոնց է պատրաստվել մի հատ կպատմեմ այ ես խոսքարել առանց նարկոս բայց նարկոս էլի չէ դե բան սրսկելով արեց ու խմացել է դոկտորը հիմա հետ կա մնացել վզից լուրջ եմ ոնց վիրահատություն է վզին հետ կա մնացել շատ ուժեղ են որտա վիրահատում հաստատ մի երկու բաժակ խմացել էլի շատ էր տենց վրից հոտ է գալիս ես դե կոզերնա Ուկրաինա տանեմ դավաս Ուկրաինա շոշատ ռուսական բան ինագենտ են տալու բայց աշե բան կա չէ միֆ կա տենց միֆ չի բան որ անաստեզիոլոգները կոնկրետ շատ տենց խմող դեմքեր են շատ միջև բերջունացող ոչ անաստեզիոլոգները ոչ բան խմող դոկտորները խմող են լինում ես ոобще խմող իմ շրջապատը մեծ մասն է խմող չէ բայց ես լիքը գիտեմ Շապ ես դաժե նկատել եմ որ բժիշկը բանից հիվանդանոց դուրս է շատ պրիկոլնի դեմքեր են որ տիպա ապեր вообще կարաս իբուպրոֆեն օլետ խմես այս դեմքեր բան էլի հիվանդանոցից դուրս Աչե հիվանդանոցում է հիմա օրինակ ստերեոտիպները պետք է քանդվի փոխվի բժիշկներն են փոխվում որովհետև առաջ դա գիտես ոնց է ասես մի հատ աշխարհ էր որ դու թվում մարդկանց save մանտյաներ ինչ-որ կանգնած է դե փոխում են գերական պրոմոկացիա մուսկուլուս լեռնոմաստոիդեոս բանեն անում բայց հետո որ հասկանում են չէ դա էլ է գործ դա էլ է աշխատել բան ոնց են ասում ղսմատ չէ սպասի այդ բառ կա է քար չէ ինչ Չէ կաշարք Ես ախորպես պրովոկացիա եմ անում բանը ղսմատ մասնագիտություն ոնց են ասում պրոֆեսոր լրվանք չէ ժամանակ դոկտոր լավ արհես Էս էլ իմ բանն է որ ասում են էս էլ իմ փեշակ փեշակ չէ օրինակի համար իրեն տենց ես ընկալում ու երբ որ դու տենց ես ընկալում դու ավելի լավ բժիշկ ես դառնում որովհետև դու ընկալում ես մասնագիտություն որը ունի աճի զարգացման տեղ որ դու էս էլ կարաս անես էս էլ կարաս անես ու ինքը թույլ է տալիս քեզ այդ զարգացումը գնահատել ու գնալ առաջ էլի դե աշե շատ են գիտես ոնց է ես նորմալ դատում եմ շատ են բողոքում հայկական բժշկությունից որ դե կոնկրետ դեպքեր շատ են որ գնում են սխալ դիագնոզ են դնում խնդիրներ այն ինչ որ վատ վերաբերմունք հազար ու մի բան էլի դե բայց դու սկսում ես խորանալ բժշկությունը ինչ դժվար բան է вообще ունենալ բժշկություն խոսքի 100 տարի առաջ ինչ վատն էր բժշկությունը ամբողջ աշխարհով խոսքի ինչ մասնագիտություն է մարդուն քանդես բացես Ներես իմացել եմ որ շատ փորձեր ա եղել անցած տարի թազա օրգան են գտել Արա հա ես էլ եմ լսել որ բան սախ կիշեշնիկը որ իր վրա է պահվում sense բան չեմ հիշում ոնց նու թազա չեն գտել նկարագրել է հա նկարագրել են որպես օրգան առանձին հա ոչ ուզում ասեմ տիպը ինչքան դժվար է ոչ մարդու մարմինը հասկանաս հետո ձևեր չկան դա բանը ինքը ուրիշ ձևի հետաքրքիր բանը երբ որ դու կարում ես այդ բնության սխալները մենք սիրում ենք չէ՞ ասենք օպե դե բնությունը սխալ է բնությունը ջալականը հա ես չեմ սիրում ասել բնությունը բանը մենք ինչ որ պատահականության արդյունք ենք բողանես մեր սախ տիեզերքով բանով ու ես կոնկրետ դրա մասին ունեմ որ տիպը որ ասում են բան էվոլյուցիա տիպը միլիոնավոր տարիներ անց է մարդուն ասում միլիոնավոր տարիներ
ու էսա, այս ամենալավ բանը որ միլիոնավոր տարիներով ձևավորվել է։ Դա շատ բան է, շատ հետույքային էվոլյուցիան բան է։ Ասում են չինացի ինժեներ վերցեք ավելի լավ տանը։ Հաստատ է։ Ու երբ որ օրինակ մարդու մոտ խոսքի մեր ուրալոգիա ամենադժվար բարդվիրացությունից մեկը, երբ որ մարդու մոտ միզապարկի ռակ, տարածված։ Միզապարկը հանում աղիքից միզապարկ է սարքում։ Ու կարելի ասել պոտենցիալ ռիվին են 100% առաջ տուն ես ճամփում։ Հետաքրքիր է։ Հա, ասենք վերջում ես աղիքը կտրում։ Ժանցա։ Ես մի հատ բանի, մի հատ բժշկի ոնց որ գիրք էի կարդացել, իրանից ինտերվյու եմ ասում, շատ ծանր գիրք է, կոչվում է Апрезис Господа Бога, մի հատ լե բժիշկ կա, որը ինքը հրեա է ու լեական գետոյում էր ինքը, հենց օկուպացիայի ժամանակ ու ինքը առաջինն էր, ով որ ոտի երակը տեղափոխեց սրտի վրա, այդ օպերացիան արեց։ Հասկացա որ կարելի է տեն։ Հա, բայց ինքը ասում է ես խի տենց արեցի, ասում է որովհետև պրոստը ինձ քանդած մարդկանց էին բերում, ես սաղորից հավաքում էի, պրոստը դե չկար ոչ մի էթիկայի հարց բան, այդ ֆաշիստական բանում էլի։ Վալյուբոմ ինչ որ բան պետքա փորձի, ինքը տենց բաներ, այնքան բաներ մենք փորձեցինք։ Հիմա ֆաշիզմը հա պատմության բանով ինքը վատնա, մենք ընկալում ենք իրան վատնաբանը, ֆաշիստական Գերմանիայում մենք այդ բժշկությունը մեջ այդ ընդունված բաներ կա, շատ բաներ կա, հենց այդ Գերմանիայի արդյունքում եկել է ու այդ բժշկությունը ընդունում ասում է վատով, բայց դա եղել է։ Օրինակ այդ շատ դժվար հարց է, էթիկական հոչս կարա չօգտագործես, օգտակար որ չարիքից է եկել։ Էթիկան բժշկության մեջ ինքը շատ sense մոտ գրանի վրա է անցնում։ Օրինակի համար արուն փող ներարկես թե չէ։ Մարդը մեռնում է, օրինակ, գալիս ասում են մեր կանոնը թույլ չի տալի արուն փող ներարկի, բայց նա մեռնում է 5 տարեկան երեխա։ Իր ծնողները ասում են արուն մի փող ներարկի, բայց ասենք շատ պրիմիտիվ քայլով, դու կարես պրիմիտիվ ագույն քայլ։ Բրինեսի շատ լավ հարց է։ Դու էվտանազիային ո՞նց ես վերաբերվում вообще։ Դրական։ Հա, որտեվ նախ էվտանազիայի պապաներից մեկը գիտեք, չէ՞ որ հայ է։ Գևորգյանը, հա։ Ու էվտանազիան ինչին եմ դրական վերաբերվում։ Ես ին վրա եմ վեկալում։ Եթե ես մի օր մահացու հիվանդ լինեմ, եթե ես կյանքի մտի հաջողանեմ բալյուբոմու, ես տանջվում եմ բառից բուն իմաստով։ Ես պատրաստ եմ գնամ այդ քայլի։ Դուք բանի հետ եք, չէ՞ օրգանները հանձնելու ուրիշ մարդ։ Չէ, էվտանազիան երբ որ ինքնուրույն մահանում ես։ Բան կամավոր ասում ես ինձ բան, որ քեզ հեշտ կարող են փրկություն չունես, ասենք։ Կարող է դա շատ բախտը չբերի հաջորդ օրը դեղը ստեղծեն բան, հա։ Դու փրկություն չունես, դու ցավերի մեջ տանջվում ես, քո ամեն օր աշկը բացել է, փագել է դի տանջանքա, բայց մեր երկրում ինքը քրեորեն պատժելի է։ Երկրներ կան, որտեղ այդ անում են, երկրներ կան, որտեղ այդ բանը, այդ արյան փոխ ներարկման թեման է կամ դոնորության թեման։ Հիմա նայ Ռուսաստանում օրինակ օրենքը ես այնտեղ եմ աշխատել 3 տարի, օրենքը ոնց է։ Եթե դու քո կյանքի ընթացքում չես հրաժարվել դոնոր լինելուց, դե դու չես ասել որ ես չեմ ուզում դոնոր, դու ավտոմատ դոնոր ես։ Եթե դու մոտոյով գնում հագնում ես պուլպուլակին, դու բան ես։ Շատ ավելի ճիշտ պատխոտ, քան թե դու պետքա դառնաս դոնոր։ Չէ, ավտոմատով դոնոր։ Ոչ մեկից չեն հարցնում, այդ տղա պոչկեն կարա 2 հոգու փրկի։ Հա, ինքը ավտոմատ փրկում է։ Հիմա այդտեղ էթիկան։ Ոնց է սա։ Այս տոնկի գրան էլի միանից 2 հատ կյանք հա ինչ 2 հատ դա ես էլ ուրալոգիան եմ ասում 2 հատ պոչկա է սիրտա հա բա ոնց թոքերա չի իրականում խիետ հարց է տվեցի որովհետև ես ռեալ սկսել եմ մտածել դրա մասին որ ես երևի պատրաստ կլինեմ միջև այդ ինձ պսիխոլոգիչսկի համոզեմ որ այդ օքեյ է շատ իմ համար որ իմ մարմինը կարա ծառայի մնացածի համար էլ նայ եթե դու մեռնում ես հա էլի այդ նկատի ունեմ նայեք ոնց էր ինքը նայեք ոնց էր կոնցեպտը ոնց էր բերեցին վիրավորին հա ասենք ավարիայի հետևանքով ջայլ տղա է օրինակի համար աստվածաղից հերոպայի ասած են ասում տանում են հատուկ ռեանիմացիա այդ ռեանիմացիայում հասկանում են որ վсё անալիզները վերցնում են իրա կենսաբանական մահից հետո ուղեղը հələ որ աշխատում է 5 ժամ հատուկ գեներատորներով ուղեղի ակտիվություն են գրանցում որ 100% համոզվեն որ լրի վերջնական մահ են գրած այսինքն շանս բաց թողնված է դրանից հետո դրա համար միշտ մեր բաները ընկնում էր գիշերվա ժամ տրանսպլանտացիաները ու ամենաբան մոմենտը գիտեք որ նա այդ ջայլ տղում ես հիշում եմ մենք քանի որ դու արձինատոր ես ուսան քեզ ուղարկում են զաբորի թիմին օգնելու ոչ թե տեղադրողներին այլ հավաքողներին երկու վիրահատարանա միտեղ այդ մարդուն ռազաբրած են անում մյուստեղ մենք ուրոլոգներից գնում ենք երիկամները վերցնենք զաժումներ դնում ենք երիկամը վերցնում ենք սառույցի մեջ տեղափոխում ենք ու միշտ մնում էի ես կարդիոխիրուրգներին որ սիրտն են անջատում Օր այդ որտեղ վերջի բանը հա ես այդ պահի հետ կյանքում 15 անգամ եղել եմ այդ պահի հետ կյանքում չեմ համակերպում որ սիրտն անջատում են ու գրում հա գիծը flatline հա ու գրեց այդ գիծը հա դժվար օրա դու ու ես այդ միշտ ես այտենց շատ բան չեմ բայց միշտ այդ բանից աչքերս փակում եմ էմոցիոնալի sense մեջից քրվում ես էլի հա շական չի մարդը մահացել աչքերիդ առաջ մահացել չէ այդի զաբոր այդ 15 անգամ եղել եմ զաբորներ չէ դե մենակ տենց չէ եղել տենց որ հենց աչքերիդ իմ սկորու առաջի կանչն եմ հիշում
ու ես դե առաջի օրն է որ շտապօգնությունում հələ ուսանող եմ աշխատում եմ գնացինք ջայլ տղա իր մահանում մահացել էր արդեն մենք գնացինք հասանք ինքը մահացել է ռեանիմացիա բան արեցինք մահացել է ու բժիշկներից մեկը ասենց արեց հելանք էլի ու ես էդի մինչև հիմա հիշում եմ էլի այդ որ ասեց հելանք էլի ու դու հասկանում ես իր մեջ երկու կռիվ դու հելար նստար ավտոն ու դու ժամանակ էլ չունես համակերպ որտեղ հաջորդ կանչին պետքա գնաս հաջորդ կանչ դու արդեն գնաս բան ու մտքև արա ջայլ ես ինքս մեջս ուտում եմ ասում սովոր ես ոչինչ այդ արտահայտությունը 4-րդ կուրս է ինչ ասես սովոր ես արխային եղի կհամակերպես այդ մտքի հետ մինչև այնպես այդ սցենան եկավ աշկիս առաջ բայց դրանից հետո էլի են եղել մահեր որոնք այդպես չեմ տանում բայց այդ բանը բայց այդ ռեանիմացիայի բաները զաբաղը որ չես հասկացա սիրտը որ անջատում են սենց հա որ անջատվում է То есть դու կարաս մտածես իկա որ այս արդեն ուղարկի մեխանիզմ է։ Իր մեջ կյանք չի մնացել, բայց մեկը այդ ֆիզիկապես դու ես անում, էլի, կոնկրետ սրտի բանը։ Ես չէի արել, ասես կյանքում չէի կարող այդ բանը անել։ Ու այդ շատ բան է թողում, երբ որ ու այդ նույնը զգում ես ծնունդների ժամանակ, երբ որ երեխա է ծնվում, ասես առաջի բանը ինքը տղեկ շատ անկեղծ ասենք շատ հաճելի տեսարան չի, բնական բանը, հատկապես արունոտ բան ուսանող ժամանակ ուսես մտքումս ասում դենես ով ծնվավ ես որ ասես ով կլինի ով ծնվավ ինքը էլի ստղա ինքը կամ աղջիկ կամ ապագա նախագահ կարողա բանը նոր Հիտլերնա հիմա իսկապես կարող է կամ աշխարհը սա նույն ձևն ծնվում էլի սա նույն ձևն ծնվում ու դու հասկանում չես պատկերացնում ինչ ճանապարհ կա էլի ստեղ ինքը ով է դառնալու ինչ անի ինչով ասում քո կյանքում ինքը էլի կհանդիպի ու ինքը չի իմանա դու չես իմանում ինքն է չի իմանա որ դուք իրար հետ ինչ-որ պերիոդում ես կնոջս հետ որ հանդիպեցի ինձ սովորել է Սևշենքում այդ հանդիպումների բանը ուզում ասեմ ես բժշկական ինքս Սևշենքն ավարտել ես բժշկական ասում եմ մեր դու պատկերացնում ես կյանքում քանի անգամ ենք մեկ իրար ռաստավայ ճամփ ճիշտ է ու չենք է պատկերացնում մենք չենք նկատել իրար չենք ընկալել ու ով կպատկերացում մենք մի օր երեխայինք իրար մեծացնելու հետ ենք ապրելու բան ասենք շատ արին այդ էթիկայի հարցով մատ ուրիշ կոմել կա է բան այդ CRISPR բաները որ իրանք գենետիկ ուղումներ են անում Չինաստանում օրինակ անում են ու խոսքի կարան ինչ որ հիվանդություն որ գենետիկ է մի անգամից իրանք բուժեն ու երեխան նորմալ ծնվի բայց շատ աշխարհում շատ տեղերում էդի հակաէթիկա է համարվում հա Հաշե Չինաստանը այդ առումով հիմա շատ առաջադեմ է հենց այն առումով որ իրանց էթիկայի կանոնները շատ ավելի թույլ են չէ այսինքն իրանք կարան կանխեն օրինակի համար եթե տեսել են որ ձեռք չկա հա Նայ, CRISPR ինչ է, նայ, ծնվեց մարդը, ասենք Դաունի սինդրոմով ծնվել է, սա խրոմոսոմն է, սա բջիջների դեն։ Արդեն ծնված մարդու մասին է խոսքը, թե լրիվ ժամանակ ռեդակտն են դնեթն։ Այ ես մտածեցի ուղղակի հրի ժամանակ։ Իրանք օգտագործում են վիրուսի ունակությունը մտնել ու դենթեն փոխելու, բայց իրանք կոնկրետ բիբլիոթեկաներ ունեն, այդ CRISPR բիբլիոթեկա է, որը օգտագործում են կոնկրետ ուղումն անել։ Բայց օրինակ Դաունով հələ 3 բջիջ են մի հոգու մոտ արած է փոխել, դες պիտի մի միլիարդ անգամ, 2 միլիարդ անգամ այդ նույն պրոցեդուրը ինքը վստահել հմտանան մեջ է։ Չէ, որ այդ մի մարդուն կարողանան սա բջիջները բանը։ Բայց դե բժշկությունը զարգանում, օրինակ աշխարհի ամենավատ քաղցկեղը, դրանց ամենավախենալուն, դա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ որը հիմա բուժված է։ Ինքը սկսում է ու մի քանի շաբաթը մարտմանում է, Սթիվ Ջոբսը դրանից մնացավ։ Չնայած Սթիվ Ջոբսին են ռեդկի տեսակներ, որ հնարավոր են բուժել, բայց ինքը խփեց իր ուղեղը գնաց բուսական բուժությամբ ու կորցրեց այդ պատուհանը։ Այդ պահն է էլի։ Հա, ու հիմա վերջերս իսպանացի բժիշկներ գտել են կոմբինիրованный մեթոդ բուժման, գտել են վակցինա իր դեմ աշխատելու, պատժելուդշնի ժելիզայի ռակի ու դից աշխարհը բժշկության առումով շատ առաջ է գնում։ Գիտես ամենավատը որն է, որ դու իմ timeline-ը երկու տեսակ է Facebook-ի, մեկ Medscape-ն է, Science-ն է, ինչ-որ թույն, հոդված կամ ինչ-որ Nature-ը ասում է եզերքում sense ինչ-որ նոր մոլորակ է ու հաջորդը ես ձեր տիրում մերը գծով էթում ալու այս ինչ թույն է, բայց մարդիկ եզերքում կայալ են հիմնել ու հաջորդը ասենք абսուրդ է, դու լավան ու տարբեր աշխարհներ երկու տարբեր աշխարհներում ասում մեկից ինտերվյու եմ վեկալում ասում են ինչ կարծիք ունեք պարգևավճարների մասին ու դրանից հետո science-ը դրանց այն բանը հրապարակում բաններ վերջերս էլ տեսա որ ինչ որ մկներին կարողացել են կյանքը երկարացնել 17 ամսով
ինչը абսուրդ շատ է, էլի, այդ բան, կսակ դրամ ոնց է վերաբերում, կյանքը երկարացնելու։ Լսի, եթե տնտեսությունը պատրաստ է, պետք է բանը։ Եթե մկնելի Ես լեկցիա եմ կարդում բժշկականի ուսանողներին, կոչվում է հանրային կառավարման լեկցիա, սլայդ ունեմ, խիա բժշկության վրա ծանրաբեռնվածությունը շատացե, երեխեքին մինչև սլայդը բացին, ասում եմ երեխեք խիա շատացե, դե բժշկության դե ասում են հիվանդություններն շատ ասում են մարդիկ շատ են սկսած, կռիսավարի երկար են ապրում, ասենք, բացի երկար են, բայց ապրում պրոս շատ չէ։ Աբա ինչ չէ, երկար են ապրում պատմության մեջ ամենաերկար հիմա բան ունենք, հա։ Եղբայր դու 55 տարեկան մարդիկ ժամանակ։ Հա դե չէ, հասկանում եմ, առաջ դժվար է եղել պատերազմը, քիչ է, չէ, մենակ պատերազմը չէ։ Ուղղակի գիգիանա բժշկությունը ինչքան կարա երկարացնի քո կյանքը, հիմա ու ավելին կա տենց ինչ-որ գրաֆիկ, որ խոսքի եթե դու հիմա չեմ 70 տարին է միջինը արդեն, բայց եթե դու հիմա ապրում ես, մեծ հավանականությամբ քո կյանքի օրոք ինքը դառնալու արդեն 90 կամ նույնիսկ 100։ Ոնց շատ արագ տեմպերով էլ երկարում է։ Չգիտես։ Բայց բաներ կան։ Հենց այդ տնտեսությունը պատրաստ լինի, ախր հասկանում եք, մեր երկրագունդը ինքան սխալ է կազմված։ Մենք նայեք, ես պացիֆիստ եմ դենց վերին աստիճանի, էլի, high level-ի։ Մի հատ մոլորակ ենք, sense որ գցում ես։ Մարդ ենք սաղս նույն homo sapiens-ն ենք։ Մենք ու չինացին մեր գենոմով ուրիշ ոչ մի բանով իրարից չենք տարբերվում։ Այդ հայու գեն, չինացու գեն, իսպանացու գեն չկա։ Մենք մի հատ նախնի ենք ունեցել, որ էվոլյուցիան եկել հասել ենք։ Նոյա ախպերս, նոյն էլ դե։ Նոյն շատ երիտասարդ է։ Բայց որ շատ հետ են գնում։ Պրինցիպի Հիսուսն էլ կարող է հայ արժանանալ։ Չէ, sense որ sense հետ ես գնում, դու հասկանում ես, ախպեր մենք կարանք խախանդ իրար հետ ապրենք, պրոստը։ Ես վերջերս սկսել եմ մտածել, իսկ կարողա չենք կարա։ Դե եթե կարենայինք կապրեինք։ Հա, իմաստն է, որ եթե ինչ որ ձև մենք ձգտեինք խաղաղության, մենք 40000 քաղաքավարության արդեն քաղաքակրթության պատմություն ունենք ու ոչ մի անգամ չի եղել։ 50-60 տարի ենք ունեցել, որ երկրագնդի վրա իսպար պատերազմ չի եղել։ Այդ որ պերիոդն է։ Դա ինչ որ միջնադարում ինչ որ թվեր կա, որ պերիոդում պատերազմ այդ ժանդախներ երևի։ Բաննա, գիտես ոնց է, խոսքի օրինակ ես հիշում եմ մենք կենսաբանության դասերին անցնում ենք, որ եթե ինչ որ կենթանու պոպուլյացիան դառնում է շատ գերպոպուլյացված, իրանց մոտ դեպրեսիա սկսում, իրանք ուղղակի սկսում են մեռնել, ոնց որ կոնտրոլ առնում։ Կամ մյուս կողմից խոսքի եթե իրանք շատ են դառնում, իրանք բնական քիչնիկներն են շատ դառնում, բալանսավորում։ Մենք չունենք տենց ոչ մի մեխանիզմ ու տենց մալտուս բան կար, փիլիսոփայր ինքը տնտեսագետ չգիտեմ, բայց ինքը թեորիա ուներ, որ պատերազմները նույնպես ինչպես կատակլիզմները, այդ մեր մեթոդն է պոպուլյացիան կառավարելու, արագացնելու, մեր նաև գիտության զարգացումը։ Լյուբոյ տեսակ պատերազմ, լյուբոյ, նայ կովիդը, սկաչոկ է միշտ, հա։ Կովիդը բժշկության մեջ սկաչոկ էր։ Այս sense։ Հա, լիքը բան տպես, լիքը, նայ, լիքը մարդ մացավ պանդեմիա էր բան, չէ, բայց բժշկության առումով, ասենք, այն ինչը որ բյուրոկրատիկ դանդաղ էր, նոր դեղեր, նոր վակցինաներ, նոր տեխնոլոգիաներ, նոր բաներ, պետություններն ասում են, ախպեր հələ բերեք, փորձեք, արեք, բանը, պետք է ասենք վակցինա, որ ասում են կովիդի ոնց տենց արագ եղավ, նայ ոնց էր առաջ, կլինիկական տրայլը ոնց էր։ Անում ես առաջի փուլը ամփոփում ես, անցնում ես երկրորդին, հետո երրորդին։ Լիքը բանկ պետությունը, հա, պետությունը սենց անում, ասես նաֆիգա 3-ն էլ հավասար արեք։ A խումբը անում առաջինը, B խումբը երկրորդը, D խումբը երրորդը։ Ու իրենք կարծում են 80-ի թեզը 10 տարվա բանը։ Ու բացի այդ արանքում լիքը ուրիշ հիվանդությունների համար ինչ-որ բան։ Հետո ընդհանուր համակարգի պատրաստականությունն է, որ տիպը համակարգը պատրաստ չէ, հիմա ինքը շատ ավելի դիմաց կնա։ Օրինակ տենց այդ գիտես, որ օրինակն է, երբ որ մարդիկ բան Տիտանիկի մասին են խոսում, շատ անգամ ասում են նրա մասին, որ տիպը ինքը վատ է նախատեսված, բայց ինքը իդեալական համապատասխանում էր այն ժամանակվա պահանջներին։ Ինքը իդեալական կառուցվածք պահանջներն էին թերի։ Ոստեն ժամանակ տենց դեպք չէր եղել։ Այդ դեպքի պատճառով պահանջները փոխվեցին ու դրանից հետո տենց կատաստրոֆա չի եղել նման բան։ Դա գիտես ինչ է նշան, նման է որ ասում աշիպկա վժվշվ, չէ՞, որ սամալյոտները հետ են գալի, ասում են այ բազությունը։ Այդ շատ որ ֆրում են հետո հետ են գալի, որ հետ է գալի ու մեջը լիքը ծակեր կան կրակոցներից։ Ոնց էր բան մարդիկ ի սկզբանե բրանյան այստեղն է։ Հա, հանդեղ էին բրանյան կախում։ Հետո ինժեներները հասկացան, որ եթե այդ ծակերով ինքը հետ է եկել, ուրեմն օքեյ է, ուրիշ տեղ են ապել բրանյա դնել, որտեղ ծակ չկա, որովհետև այդ է ավելի կարևոր ջոգում ես։ Դες սխալ մտածելակերպ է շատ անգամ առաջանում, երբ որ դու տենում ես այն դեպքերի վրա, որոնք հաջողակ են, ու իրանց հիման վրա դու ստատիստիկա ես։ Օրինակ նայ, այդ համալսարանների օրինակն է լավ չէ, մենք անդադ ասում ենք, ասենք
ինստիտուտները, մի գնացեք, մի սովորեք այդպես բան կա, չէ՞, մի կրթվեք, բարձրագույն կրթություն մի ստացեք։ Դա պրամ տես չէ, Չենք ասում գնացեք կրթվեք, գնացեք ինստիտուտ սովորեք ժող։ Հա, չէ, հա, սովորեք անպայման, բայց ասում Իլոն Մասկը չի սովորել, Այդի ներվայնացնում այն չի սովորել, հա, բայց քանի հոգի իրենց ինչին են, Rolling Stones-ը ամենասիրածս խմբերից մեկն է, հյուսիսային Լոնդոնի խմբերից է, արա հյուսիսային Լոնդոնում է գրանցված բենդը տենց որ գրաբանարը մոտ 600 բենդ է եղել։ Մի հատ Rolling Stones-ն է իրանցից հաջող է, հասկանում ես, ասենք 599 չստացված բենդ կա Լոնդոնում, որ միջև հիմա ասենք Հա, ստատիկան ցուցադրել որ դու չես կարող հաջողված բենդ Էդի մի բա 70-ականների չէ ով հասցում բենդեր բացում է ժամանակ դրա համար ասենք այդ բենդերից քանիսն է հայտի դառնում Ստացի հիմա Հայաստանում տենց է հիմա շատացել են բենդերը Չէ, ասի Ապա բայց բենդերը ինչն է շատացել ապա որ չեն ասում էս ինչ բենդ ու վերցնում են ինչ-որ հին երգ ապա երգ չեն գնում Դե դա Որա երաժշտություն աշխարհի ամենալավ բանը ու իրանք ունեն այդ տաղանդը ստեղծելը Հա, աշխարհի ամենալավ բանը դա երաժշտություն ստեղծելն է, կինո ստեղծելն է։ Սա բանը Նստում ես դաշնամուրի դեմը, ախ ես վերցնում ուրիշի երգը հայկական մոտիվներով, նստի զրոյից հայկական մոտիվներով, իսպանը, ես խեմ բամբիրի համար ու չքսեթում հայկական բենդերը։ Իսկ ոնց է քեզ բամբիրի ես հիմա բանը ռեբրենդինգը նոր երգերը քեզ ոնց Ես մենակ հինն եմ։ Ինձ շատ է դզում Ես բան չեմ արել։ Ես բամբիրը մի հատ շանս տուր Ջագենս ժամանակը երգել Բայց նորովի տենանն էլ է հետաքրքիր է Հա, բայց Չէ, ոչ ուրիշ այս բան ֆիքսվում են դրա վրա բայց ոչ այս մասշտաբներում։ Ճիշտ է։ Բանը ոնց է, այդպես ոնց է, այդ կոծած քավերները հին ձևերի ինքը իմաստ ունի, երբ որ դու արդեն հաստատված խումբ ես, ու ասենք թե նույն բամբիրը մի հատ ալբոմ է հանում, որը կոնկրետ մենակ դրա մասն է, ինքը հետաքրքիր տեսանկյուն է, բայց միջև դու գիտես բամբիրը ով է, ինքը քո համար արդեն գոյություն ունի։ Բայց օրինակ եթե խումբը մենակ է դա անում, այդ խումբը իմ համար գոյություն չունի։ Գարիկն Սոնը, ես այդքան շատ չէի լսում, բայց Գարիկի մյուս պրոյեկտը մի մոդը շատ լավն է։ Ուշ քսեթում ավտոյից մեջ անդադ ոդկա դուդու։ Հզոր գործ են սարքում էլի։ Իրանք արդեն ինչ-որ բանով հայտնի են ու տենց պրոստը փորձում են ցույց տալ էլ ինչ ձևի Գարիկը լեգիտիմ երաժիշտ է, վախերվախ։ Էդի 100% ինքը շատ քին երաժշտության մեջ է։ Ու բանա, այդ Գարիկ Սոնան կայֆ պրոյեկտ է, բայց էլի ինքը խարակտեր չունի, որտեվ ինքը ինչ անում, ինքը շատ լավ արանժիրովկի կացարքում հին երգերի համար, հարց չկա, բայց ես ինչն եմ հիմա սիրում, ես հին երգերն եմ սիրում ավելի լավ ձենով, ինչն է դու։ Մի մոդը օրիգինալ պրոյեկտ է, որտեղ ինքը նոր ինչ-որ բան է ստեղծում, արդեն դու կարաս սիրես, շատ լավն է։ Կաչկան շատ լավ։ Հետո նույնը հիփ-հոփը, ասենք նայ ժամանակին ինքը տենց ինչ էր անի առաջի հիփ-հոփ երգերը լսում ես ոչ խնդալի էլի չէ բաները այն 80-ականներ հիփ-հոփը եկավ նյու սկուլը դարձին պրիմիտիվ երաժշտություն էլի ինքը կարող է ես բան չեմ անում մի քանի հոգու հանում ես մեջից Lil Wayne-ից Lil Pimp-ից հետո ինքը դառնում է շատ պրիմիտիվ ինչ-որ բան Չէ շատ կան տարբեր բան չունեմ ասելու Lil Wayne-ը ով է Ոսկի դու տեսել ես Tiny Desk-ի Mac Miller-ի համերգը Thundercat-ը ինչ գժանոց Anderson Paak որը բառաբանշիկ է Այդ շատ կայֆ է, բայց օրինակ այդ մասշտաբի մեջ մեկ էլ պոպուլյարն են դառնում շատ պրիմիտիվ գործեր է։ Okay, top։ Չէ, բայց օրինակ խոսում ենք հայկական բենդերի մասին, ես էլ եմ մեծ խնդրեմ տենում ու դա ինչ ասեմ, մեջներ ընկերներս են էլի խոսքի բանը, Սևագրի Էմա շատ եմ իրան սիրում։ Էմի ընկերն էլ է, Էմ ջան։ Էմը Սահակը։ Այո, շատ լավ է։ Շատ սիրում, բայց ինձ ահա որ ձանձրացնում է այն, որ իրանց սաղ երգերը սիրո մասին են։ Ոսր ռոքից ես ուրիշ բան եմ ուզում ակնկալեմ, էլի, մենակ այդ Exit Light, Enter Light։ Ապա դե հա, շատ է, պետք մի քիչ։ Ես հասկանում եմ, որ հա, դա լավ ոչ է դրա պետք, ոսր բադեր։ Լավ, մոտ երկար, բայց չեմ մտածում, որ անընդհատ նույնը կթողի հետ, էլի։ Օրինակ ինքը սա ծղվում է, ինչի մասն է, էլի, ինչ substance կա սրա մասին։ Ինձ որպես աուդիտորիա միանգամից ես կորում եմ սրա մեջ, որովհետև դե ինչքան ես կարող սիրո մասին, 15 տարեկան չեմ էլի արդեն։ Ամուսնացած եմ էլի։ Նույն հաջողությամբ рэպի օրինակը բերեմ։ Հիփ-հոփի օրինակը բերեմ հայկական рэպի տենց գիգանտները, գիգանտը Միշոն որ կար, երկեցին рэպը բան արեցին, ապա բայց այդ տաղու տրանսֆորմացիան դու այսպես քո աչքի առաջ տենում ես։ Դու ինչ-որ ժամանակահատվածներով ես խոսում, որ ասում ես գիգանտ, թե տենց։ Պրոստը թե քո համար Միշոն գիգանտ է։ Այս պայինքը գիգանտ է։ Այս պայինքը գիգանտ է ու
չկա ինչքան էլ հելնում են մեկը իր բանի չեն հասնում Level-ին չեն հասնում։ որովհետև իր տեքստերը վաղը մյուսը կարելի է գրականության գրքում ցույցնել ծառի տեքստը որ երեխեքին տալ անգլիզի Իհարկե։ Ես մի քիչ տարբեր take-եր ունեմ Միշայի վրա, որտեվ մի կողմից ես Չէ, հասկանում ինձ ուղղակի հետաքրքիր է, ես մի մտածի որ դե Միշան ինքը պրոֆեսիոնալիզմի օրինակ է, որը ինքը sense հիմա դարավ 100%-անոց երաժիշտ, որը արդեն շատ լավ ճաշակ ունի։ Կինոդարանի վերջի համերգը, հա, որը սկզբից մաստերինգ ահավորել, բայց հետո որ արդեն նորմալ Հա, ճակով էլա շատ լավ էր հա սկզբից։ Ոչ իմ հա գնաց այս անգամ փորձեց բանը Արտասամանյան երաժիշտների հետ ինչ որ sense հետաքրքիր բաներ է փորձում ստանալ։ Ես տենում եմ որ ինքը ձգտում ունի ու ինքը sense հələ Ինքը բաստան է։ հետաքրքիր բան ունի, բայց ինքը այս բանին Միշոն իմ համար ավելի շատ որպես պրոդյուսեր է երևում, որ ինքը ինչ որ կարա Bird-Cam կայֆ սարքի, բայց իր ոնց որ բաղադրությունը արդեն այդքան ռեպական չի։ Ինքը ասաց ես անգլերեն չգիտեի ինտերվյուներից մեկում ասաց ես անգլերեն չգիտեի ես չէի հասկանում այդ իմ կուլտովի рэպերներն ինչ են երգում հետո ես հասկացա որ ես ինձ вообще կապ չունեմ ասենք որովհետև դու երբ որ ասում ես հա վուտանգ եթե վուտանգի տեքստը կապում որ մոմոջը բայց вообще որ նամից რა քիչ կերպար Շատ ժամանակ լսում ես պրոստը դու մելոդիայի համար ոչ թե հասկանալու համար։ Չէ, մելոդիայի համար չէ, այդ շատ տարօրինակ take-ը, բայց տեքստը ինչի համար է պետք։ Ինքը ոչ թե մելոդիան, այլ ամեն ինչ իրար հետ groove-ն է։ Ոնց ես դու կարող կարդացնես, որ ինքը կաչ անի, այդ կաչն է պետք։ Ապա դե օրինակ բանը դու չես կարող էլի Ghostman լսես բառերի համար, երբ որ դու հայ ես խոսում։ Չէ, Դե ինքը կաչատանող Հիմա նայ ռուսական ռոկում հանած մի քանի հատ գործ ես երբեք չեմ լսել բանի համար, երաժշտության Բաստա ես, հա, սիրում ոնց հասկացա։ Չէ։ Բայց էլի նայ, էլի տակտիա, այս օրինակ հիշում եմ Մակարևիչի մի հատ ինտերվյու կար, որ այտենց էլի դե միշտ էր այդ ռուսական ռոկի մասին այդ կարծիքը, որ իրանք երաժիշտ չեն, իրանք այտենց կիսաբարդ են, էլի, հա։ Միշտ այդ կարծիք կար, բայց ինքը ասում է, բայց նայ, Բեգն երաժիշտ է, ինքը շատ մելոդիկ է։ Ցոյը ինքը մելոդիկություն ուներ, ինքը то есть ոչ թե այն էր հարց որ པարզ էր իր մելոդիան, բայց ինքը շատ լավ աշխատում էր հենց այդ տեքստի հետ։ Այդ օրինակը ձայն չուներ, չէ։ Չէ, ցոյի երկեր որ ուրիշն է երգում ավելի կայֆ եմ սկսել լսել։ Նայ, ցոյի մեծ երկունի սպակոյնային նոյ։ Դամ դարերա։ Օ, էդի գիշերը որ մի ասում ես ավտոյի մեջ քշելուց լսում ես։ Շատ լավն է, շատ։ Սենց բան ես դառնում, բայց ձայնագրություններից է կարող է բառաբան չկա այնտեղ որովհետև տեղ կցը Ես ճիշտն ասած միացրեցի լսել հիշում ես մի անգամ թեմա կար է ասես խոսում ենք որ պետք չի լսել արտիստի այն չթողած երգերը որովհետև բան ես անում լսում ես Նարեկներ ասում Արկամիջի ու ես ես վերջերս լսեցի նույն ցոյի երգերից որ չէի լսել երբեք նենց հիասթափվեցի իրանից Չգիտեմ, լսեցի, որ ինքը շատ վատ ձեն ունի, չգիտեմ, վատ տեսքով տեսա իրան, էլի ջոգում ես։ Չէ, Մինչև այդ ես չէի տեսա իրան տենց ջոգում ես, տենց տեսա ու իմ համար մի քիչ sense ոնց կոնտեքստն ես կորցնում։ Չէ, ես կումիրա եմ ինձ Չէ, նայ, ուրիշ բան եմ ասում, դու կոնտեքստն ես կորցնում, հա, որ ցոյը գործում էր այն ժամանակ, երբ որ կար սովետական էստրադան, այն կոստյումներով, sense սենց վիճակները, շատ պրիչոսնի պրիլիզնի վիճակ, ու ինքը դրան դեմ էր գրում, ինքը sense պանկոտ մտածելակերպ ուներ, էլի, ջոգում ես, ինքը sense պետք է այդ նիպրիչոսն ստելներ, այդ մշակված չլներ, մի քիչ պրիմիտիվ միշներած։ Նույնը Բեգեն, նույնը Բարիս Գրիբինշկովը, ասենք, բայց Բարիս Գրիբինշկովից էքստրա մեկը իր մելոդիկությունից ուժեղ է։ Իրան լսել ես բանը, мне 25 Էդի ես 25 տարեկանից եմ լսում փշակավում 31 Բայց նաև Բեգեն ունի խոսքի պրոստը մի հատ ալբոմ, որտեղ պրոստը մանտրաներ է կարդում։ Նույն հիմա Noise-ը Noise տեքստավիկա շատ ուժեղ, բայց երաժշտությունն էլ է լավ։ Երաժշտություն իր բանը ժվաչկայից երաժշտությունը, իր գրաբլի երաժշտությունը, Noise-ի բանը այն Սիլենե Բիսկանեշնայի երաժշտությունը, ես գիտարի վրա բանը անում բարդ գործ է։ Բանը Noise-ը տեքստավ ու Noise-ն էլ է դզում այդ պահով որ հելավ աճեց, իջավ ընկավ ամեն անդունդի այն ամենախավար տեղը ու նորից Վազրաժդյոնի հելավ էլի այս տրանսգումանիզմը ժողավանը ինչ արդեն աստղ ինքը մարդ է Օխոսկի ես հպարտանել եմ որ իր երկու համերգի եղել եմ ասած էլի ասենք որ ես ջայլվախտ եմ որ ասում են ես ջայլվախտ ACDC եմ եղել բայց ես ասում եմ ջայլվախտ Noise եմ եղել որովհետև համերգի այդ կոսած գրուվը ոչ մեկ չի կարա երկի Noise-ի երգերը բացի Noise-ից որովհետև իր այդ գրուվը իր այդ խրպոտությունը իր այդ բանը որ ինքը տալիս նադրիվը հա նադրիվը Anacondas-ը ես չգիտեմ խի այդ խմբին միամիտ եմ գտել իրան ես վերջերս եմ հայտնաբերել ու գժվել եմ մի 10 տարի լսում եմ իրանց արա ցինիզմի ու սարկազմի պապաներն են պրոստը դες որ կարան կայֆավատ լինեն ոնց կարաս ասես որ երգրումը ամեն ինչը վատ է Իրանք Ռուսաստանի վրով երգ են հանում ասենք
ты знаешь, кто он, парень президент։ Ինքը հանում է երկ ու չգիտեմ Բայց բանը վտանգավոր է դա։ իրանց համար, դե իրանք Ռուսաստան։ Չէ, հիմա իրանք շատ ցենզուրված են ամեն ինչը։ Ահա, դեղ են այդ եմ ասում, սկսել են ցենզուրը։ Վերջերս շատ մեծ շուխուր էր ընկել, որ իրանք նկար էին գցել, որտեղ իրանք ցենց զեթնիկ խմբերի հետ են, մի մարդի հաստատվեց։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, Anacondas-ը մի քիչ աչքից ծնգել էր դրանից առաջ, որ մի հատ երգ է լսել, որտեղ իրանք կոնկրետ իրանց վրա են խժում, որ տիպը մենք բանա, մենք գիտենք մենք ինչ ենք անում, էլի, որ մենք նենց մերով ենք շփվում։ Ձևշկա բանը։ Տիպա մենք որ բան ենք, մենք շատ բան ենք, էլի, ավտորիտետն ենք թվում, դուք մեզ լսում եք, ոնց որ մենք ինչ որ կյանք դենք, բան, բայց Մեկը իրենք էդի դուխ ունեն, էդի երկու։ Էդ էլ է լավ որ անում են։ Ես օրինակ տեքստերով, որ ես ինչի համար եմ խփնում, Վակո հետ ենք խոսում Վերգունդի, բան դայտի տանկ խումբը, դասես։ Ահա ոչ չէ։ Խփնված Գիժեն, տեքստեր։ Այն մակարդակի բան ռուսերեն լեզվի սերը, որ կա այդ տեքստերի մեջ, գժվում ես պրոստը ոնց են գրում։ Նույնիսկ Խասկինը։ Խասկինը պրոստը բանա, ես բաց թողեցի այդ սախ մոմենտը։ Չէ, ինքը ես Կրասնոդարում այդ պահին այդ Կրասնիովը պես չգիտեի Խասկինովա, նկար Կրասնի արմեյսկի փողոց, որ դա իր համերգն էր, բայց որ դա իրան բռնելու ինքը հենց ավտոյի վրա համերգ էր։ Դե կողքով անցնում էի, չէի պատկերացնում, ինչ որ պատմության կողքով եմ ես անցնում հենց հիմա այս պահին։ Հետո այտենց տեքստավիկ ուժեղ տեքստավիկ այդ ռուսականներից որ կարելի է այտենց առանձնացնել պորնոֆիլմին է, բայց իրանք շատ պրյամոյ են։ Չափից դուս պրյամոյն ու մեկ-մեկ այդ պրյամոյությունը ներվերի վրա ազդում է։ Դե Վալոդյանը, դες ինքը ուզում է զավոյել վիրդրեց, շատ ուժեղ։ Շատ պրյամոյն է, դե Վալոդյանը բանն է, իմ համար միշտ հետաքրքիր է եղել խոսքի հները, էլի չգիտեմ։ Բաստան էլ դաժե հետաքրքիր է եղել իմ համար։ Մեկը չեմ լսում, տենց ոնց կլսեմ խոսքի։ Ռադիո տապոկին գիտեք։ Ռադիո տապոկ չէ։ Մենա գիտի։ Բաբան գիտա։ Ռադիո տապոկը ինքն իրան թաղեց։ Ռադիո տապոկը մարդ էր, ով որ հելնում էր ամերիկական ռոք երկրների cover էր երգում, ու հասել էր մի հատ պրիձելի որ Sabaton խումբը հան երգը տվեց իրան, ասաց cover արա, հետո մենք օրիգինալը կհանենք։ Ինքը հասել էր դրան։ Ու հենց դարավ զեթնիկ։ Արա ու դες նայում ես ասես չլավ էլի, ասորպես խի էլի, արա խի դու զեթնիկ դառը, ու չես կարող էլ լսել։ Ինքը վեկալում էր, ասենք Ռաունշտայնի երգերը, բանը Deutschland-ը, ռադիոն, ռուսերեն, շատ սիրուն գրուվով մեղմ մեսն բան։ Ասում եմ Sabaton-ի հետ համերգ է տալի, Sabaton-ն ասում է երկս վեկալ, բան արա, Битва за Москву, Sabaton-ը ուրի իր գրած օրիգինալ երգի cover-ը, Битва за Москву։ Արա դու հելնում դառնում ես զեթնիկ։ Չելի, դե։ Դա բարի խոսենք մի քիչ քո ռեփ։ Բայց բանի, բայց չէ, այդ գանք հայզում է դա, որ մենք այդ գանք հայկական ռեփի մասին խոսանք, որտեվ ինձ շատ է դժում որ ինքը այդ ես ռեփի սիրար չեմ մեծ։ Ինքը իմ ժանրը չի մեծ մասով, հա, բայց հայկական ռեփը իր մեջ այնքան իրականություն եմ տերում, հա, ոսկի այնքան համ ջղայնությունը կա, համ ինչ որ ձգտում կա, որ էլի ինքը այտենց այդ փողոցային ռեփն էլա զարգանում, ինչ որ շատ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, ավելի երաժշտություն է դեպի գնում, ինչ կարգի ինքը տեղած զբաղացնում խոսքի կուլտուրայի մեջ, որ այն նույնիսկ քյարթու շրջաններում ինքը դա ինքը կուլտուրա է բերում այդ շրջաններ, շատ լավ կուլտուրա է բերում։ Ես նորը մենք դες ինչ եմ մտածում, որ մի անգամ ստե վնասներ եկել ընկերների հետ, ու իր ընկերները այնպես մարդիկ են, որ ես չէի շփվի իրանց հետ կյանքում, բայց այսօր վնասը այն բանն է մոստիկն է, հա, ինքն այն կամուրջն է, որ ինձ կապում ու ես կարամ այս մարդու հետ նստեմ ջիգարով խոսամ, շատ կայֆ ժամանակ անցկացնեմ ու սենց հարազատություն զգամ այն մարդու հետ, որ միշտ այս տարբեր կրուգերում ենք մենք ուրիշ ձևերով, էլի։ Ես Էրեբունիում առաջում եմ մեծացել ու դժվար է, երբ որ դու լավ սովորող դպրոցում գերազանցիկ ինստիտուտում լավ սովորող բանս ու դրա հետ մեկտեղ ունես լիքը հայաթի ընկերներ, դե հայաթի կյանքի ես այդ գրանի վրա եմ ու ռեփ օգնում եմ տաղանդավոր, ելս համեն գրանի վրա, համեն գրանի վրա։ Բայց նայ դու ասում ես չէի շփվի, բայց ինչի համար չէի շփվի, որովհետև կյանքը ուրիշ է, դու ոչ ուրիշ ձևի կյանքով ես ապրում։ Դա էլի հա։ Ես օրինակ լիքը կշփվեի հաստատ։ Չէ, ոչ թե չէի շփվի ինչ որ ուրիշ բան։ Չէ, վատի միտք չէ, հա։ Մենակ դες դեպք չէր լինի որ շփվեին, ասես, ինքը չէի հանդիպի դաժե ինչ որտեղ։ Ասեմ որ տենց ռեփ արտիստները իրանք միավորող այդ ուժը ունեն, որ իրանք համարվեստ են, փոցային են ջագում, այս շատ կայֆ մի բան։ Ապա շատ խնդալու է, դի կարամ չէ, ասեմ, մեկը ասել են արդեն։ Ասում եմ քեր Նարեկին կանչենք մեծ հայքի, ասում եմ դավայ, եթե կարաս բան, գրում եմ Նարեկին բանը, ասում եմ վաղը լոս եմ թռնում, բայց հետ գամ անպայման բան։ Ասում եմ ջան, դզեց։
Ոնց Չէր ասա։ ասում եմ քեզ մի Ասելա որ կգա։ բանը Սպոյլարինգ նոր հա հա սպոյլերին հետո այդպես լիքը սպոյլեր ռենքան դե սպոյլեր այ որ կաչը տափակ հաղորդման այդում եմ հյուր ինչ որ հաղորդման ասեք տուֆտա TV-ում հաղորդման հյուրա խնդրել եմ որ գնա Adidas-ի վերխոս լոգոն պետքա չերևա վայ մենք ուղակի գովաս չենք Adidas Չենեսի Պեչի գովազան։ Նեսի որ նարեկի հետ անձամբ ծանոթ եմ տենց շփվել ենք պրոստը տենց միտքն էր որ կայֆ Սպոյլ անելու պահով եմ էլի ես խորացել ու բանը աշոտին ասում եմ աշա ասում է բանը որ գիտես չէ որ կասկադ Չէ, շեր, էդի մենք Լավ դու պատմիքն դա նայ Բանում հենց վակոյի выпуски վախ ես պատմեմ, մենք ջայլվախ, короче մենք բան, ես մի հատ մավ ունեի բատարեյկեքով։ Մենք սիստեմ ենք միացնում, ռելսերով հիմա որ ճանապարհ է, բան մանում է դա։ Ռելսերով գալիս ենք կասկադ, իջնում ենք, սա Թամանյանի արձանին դեմ, սիստեմ ենք լսում։ Բան, կասկածի գալիս են մեզ տպում են, մենք գնում ենք տուն։ Դա արտա անում է։ այդ ժամանակ նարեկի մասին խոսքը գնա Բանա, լրացվա բանա։ Как раз ես դեմ բան, մեզ հայկի նարեկը ընդերից։ Ասում հա կոնկրետ իքնել մեզ միակ տպել է։ Նարեկը այդ կտորը ռեպոստ անում, ասում անցած ալի։ Արա լուրջս ասին չեմ իմացել դա Շատ կնդալու է։ Այ բայց ժամանակներն մի ժամանակ կասկադ բրեյքդանս պարողներ, рэպերները, ռոքերները։ Այդ 11 տիվերներ չէ Ռոքերները բանով ենք Մի հավաքում։ հատ չուվակ կար Fox, շատ տարօրինակ չկերպար break dance-ի բան դասեր էր տալի։ Ոնց որ հասկացա ու Սովկե ֆրոյ, ինգերես գնում էր իրան։ բանը, բայց մենք Մալիբուի այգում էինք լրվում մենք մեծամասը, հա։ Տղեկո Մալիբուի այգում ենք լրվում կամ ստոպում եթե 1000 դրամ կա պիվա առնի։ Իչեմ 1000 դրամ է, չէ՞ ստոպ։ Չեմ բարդ։ Ես գնում եի ստոպում բան, ցերեկները բեգայից դինայ դրա փոխարեն գալիս էի ստոպ 300 դրամը ողե եղել։ Վախտեր էին։ Արա ստոպում հիշում եմ որ մի անգամ քարթունգերներից մեկի հետ գնացել եմ տղեկից մեկի համերգին, չեմ հիշում ումն է։ Գնացել ենք համերգին ստոպ ու բան մոշ սկսավ բայց եկել ապերից ինչ եք անում այս միկը պեկանձի վիճակներ էմն էլ է զատոր рэպերը էմից խոսացի Չգիտեի։ ապայտների տան Բայց ինքը ուժեղ տեքստավի կա, էմի տեքստերը վերջ։ Կալմուխյանը Ահա չեմ ճանաչում։ Սևագիրը։ ուռավն է չնդե Սենց ճանաչում եմ։ Էմը շատ ուժեղ տեքստեր է։ Էմը մի հատ երկուներ պոետն ու մուսան միջև մը հիշում եմ այտենց այն վաղտ նայ Խնձորի սոկի վախտերով հլա։ Չէ, ավելի հին։ Ուրեմն այն վաղտ կար պոետների տուն, Գիտեմ հա պոետ։ ՀՏ-ներ արել, ես դա գնում էի բաթլների էի մասնակցում։ Բան էմնել էր այնտեղ, ու էմը տեքստեր էր գրում, ինքը բան չէր անում, տեքստը պոետն ու մուսան որ լսում եք, արա սաղ դե մնացածը դե ես Իսկ ինչ որ մեկի համար էր գրում, հա։ Բա Յոնջլախից եմ բանման, չէ ինքը հելում կարդում էր։ Դիշը մելոդիանը կիշեմ, ինչպես պոետն ու մուսան իրաստեղը գտանով հիմա իրականով անօրինական հասած ֆորմատը Ոնց մստաղին ես ուրա խորացել։ Հա, ասենց ասում եմ մալադես էլի, ասեն շատ բան արեց, հետո բայց ինքը եկավ իստոկներին երաշտության է։ Հա չէ, իր մյուզիկն էլ շատ լավ բան, ասում եմ, ինձ չի դուզում որ իր մոտ կարա ցելի ալբոմ լինի մենակ սիրո մասին, բայց տաղան Եմ աշի մասին ալբոմ գրի, չէ, իմ մասին պետք է, բայց մի քիչ ջղայնություն էլի։ Աշը։ Ադե եմի խայսաթի համաձայն ինքը ջղայն չի կարա գրի։ Թող մի քիչ գտնի, չգիտեմ։ Հա բայց չէ, տենց անznավորված ռեպից եթե խոսանք, արտիստից է գալի էլի, խոսքի արտիստ կա, որ անznավորված ռեպ է կարդում, լսում ես 16 տարեկան ռեպի, հա։ կամ այսով այս 35 տարեկան երեխան, որ ինքը նո ջոգիր կարդում է բան, իր մասին չի вообще։ Բայց օրինակ рэպերի իմ կյանքը փոխել է рэպեր։ Ես բառից բուն իմաստով այդ պատմությունը Eminem-ը։ Գիտես բայց ոնց։ Ապա ես եկա Հայաստան Ռուսաստանից բժշկության մեջ մտնելու, արա գործ չեմ ճարում։ Գործ չկա ախպեր ուր գնում եմ, ասում են ամիսի կողմի 40-50 հազար դրամ աշխատավորություն գործ ունի, գործ չեմ ճարում ու մտա դեղագործական ավարտած բան, մտա դեղագործական ֆիրմա ու դեղագործական ֆիրմում օֆիսում եմ աշխատում, դառել եմ կլերկ։ Ու մի անգամ ինչ-որ task եմ սարքում, task էի սարքում Excel-ով, наушникներն ականջեսա ու Eminem-ի մասին վավերագրական կինո եմ նայում, ոչ մի բան, Eminem Լյուբոյ ցնոյ։ Արա նայեցի սվերջ կինոն փագեցի, կոմպի վրա պապկա բացեցի, Դավիթ Տոնոյան, ցեն ու հասկացա ոնց պետք է ես մարդկանց հայտնեմ։ Դա չէ, ոնց պետք է ես մարդկանց հայտնեմ, որ ես բոմբ բժիշկ եմ, լավ սովորած ու դուք պետք է իմանաք իմ մասին։ Ու պլան մշակեցի այդ պապկի վրա 6 ամիս հետո այդ գործից ցելա, որտեվ արդեն ամեն ինչը կայֆ է։ Ինձ դա իմ մոտ բանա, իմ վրա դες մեծ ազդեցություն բաններ։
Ջիմ Քերի մասին մի դոկումենտալ կա, կոչվում է Человек на Луне։ Չէ, ֆիլմն է կոչվում Человек на Луне, դոկումենտալն կոչվում է Jim and Andy։ Որտեղ պատմում Andy Kaufman-ի մասին, որտեղ Ջիմ Քերին խաղում էր, ինքը դոկումենտալկայի մեջ ցուցատալի Ջիմ Քերին ինչ էր ընդեղ անում։ Ցրցնդը այդ կինոին է։ Ինքը ընդ դերից չէր հելնում, ինքը անցած այդ Andy բան, բայց ընդ պայտակ իր այդ ինտերվյուներ են այդ դոկումենտալում ինքը իր հոր մասին է պատմում ինքը պատմում որ իր հերը ուժեղ սաքսոֆոնիստ էր ու շատ տաղանդավոր պետք է առաջ գնար բայց որպեսզի ինքը կարող արդեն կանար առաջ գնար պետք է Ամերիկա գնար կանադայում չէր կարող առաջ գնար բայց ընտանիք ուներ ինքը ջոգեց որ գործ է պետք գտնել գնաց դարավ հաշվապա ու 50 տարեկանում իրեն գործից հանեցին ու վсё էլ ինքը ոչ մեկին պետք չէր ու ասում եմ ոնց որ իր համար էդի նենց սպանող դար էր որ ինքը կոմպրոմիսի գնաց ընտանիքի համար ու մեկա կրվեց յոս մեկա սախ կորցրեց նենց էլ կարար սախ կորցրել բայց գոնե կոմպրոմիսի գնացել ու այս ժամանակ օֆիսում է աշխատում ու ես պատկերացրի էլի вообще ես դուրս եկար գործ այդ ֆայն ես արդեն բան լրագրող էի որպես սովորել սցենարիստական կրթություն ունեի սախ կյանք չէ ստեղծագործական բաներով ես զբաղվում ռոք խումբ ունեի ժամանակի մաս սաղ արել եմ ու հիմա գնացել եմ օֆիս սեյլս եմ աշխատում ու մտածում իսկ ով ասեց որ այս Իսկ ով ասեց որ էս ինչ որտեղ տանելու է հենց հիմա կա գործ վաղը որտեղից եմ ես գործ ճարելու ընդ ես սովորել եմ ընդ ես ինչ որ տաղանդ ունեմ ինչ որտեղ կարամ շարժվեմ ստե ոչ մեկ գարանտիա չի տալի մի հատ էլ ահավոր ատում եմ ես սաղ ինչ անում եմ պրոստը ինչի համար որ փող աշխատեմ բայց վաղը կարամ էտել չունենամ ու տենց ես դուրս եկա այդ գործից ու էդի պիտի անընդհատ նայ մի հատ դες լավ խոսք կա ասում է երբ որ երեխան հայկական իրականության մեջ ոչ պոստսովետական ջուրիշ ասում է երբ որ երեխան մաթեմից ուժեղա ու ֆուտբոլից թուլա ու ֆուտբոլից ուժեղը մաթեմից թուլա մենք իրեն տանում ենք մաթեմի հա որ ուժեղացնեմ չէ կա ֆուտբոլի տանես որ ուժեղ կողմերը ֆուտբոլ որ իր տաղանդավոր կողմը երևա հիմա նույնը դա կիա շախմատի օրինակ մտածելակերպ է միշտ ուժեղ կողմերից խաղա եթե ատակայի մեջ ես ուժեղ ատակա խաղա տիպը բայց մենք շախմատը սիրում ենք բայց կյանքում չեք օգտվում էլի հակառակն երեխու ես օրինակ միշտ լեզուներից թուլ եմ եղել չէ օտար լեզուներով շատ հանգիստ խոսում եմ հայերեն է ռուսերեն է անգլերեն է գերմաներեն եմ ձգում բայց ուղղագրություն գրելուց ես կարող եմ 50 կանոն հայերս լեզվում է շփոթում ինձ մեկ ինը սկրինշոտ ա գրում ասում ստատուսից մեջ 5 տեղ սխալ է սարել ու ես եթե նեղում ա թե չէ դիսգրաֆիա ես բացառեն ասում ես նեղում ա թե չէ չէ ինչ չի նեղում ինձ նեղում էր էլ չի նեղում բայց հա ես վերջերս շատ խոսացի դրա մասին տենց բան եղա փակված է մի քիչ այդ ու բանը ես գրելուց ես թույլ ինչ եք ես ուզում Մենք կադրացում միշտ դա սպանի կարա ես օքեյ ես պարզ չես ասած բանը ինչ է ասում ես թույլ ֆիզիկա եմ սովորել մաթեմ եմ սովորել այն ինչը որ լոգիկայի վրա էր ես դա սովորել եմ բայց ես չի կարող սովորել ստե ստորակետա ստե որից հետո ետենա իսկ Էսի սենսա կամ բան ես չէ միչև հիմա այդ դիսգրաֆիա շատ բան է ես դիսգրաֆիկա ես դիսլեքսիա ցագիս տապում մեկ է լրակել բայց դիսգրաֆիկա ու ես չեմ կարող կամ որ մեկ բառապաշարը իմ կարա շատ հարուստ լինի բայց ինչ որ ինֆորմացիա հասցնելու համար ես սկսում եմ ժարգոն կիրառել հա ասում կարող ասեմ դե պատկեցա շլանգը վեկալել է շլանգը էդի օպերացիայից առաջ հա մարդկա բժիշկը պետք է արա ասում չէ դե բժիշկը պետք է դες բացատրի դեմին հասկանա ինչ Դե մարդը էլի հա ասենք մարդը Գյուղի պապու ես դնեմ ասեմ միզածորանային էս բացվածքի էս անկյան ասում եմ էս շլանգաս տե անկյունած տե քարա պետք է մտնենք այդ քարը հանենք դուզ գան Դաժե պետք է անում թղթի վրա կարող նկարես չէ Հա ես հասկանալի լավ Դա եսի պոշկե դա կտա ով է որոշում այդ կանոնները ինչ Ախնձորները Ես խնձորները բաց ով է որոշում այդ լեքսիկայի կանոնները հենց տենց պետք է այսինքն ֆիզիկայի կանոն չի չէ որ բնությունը տենց Այստեղ ես կարամ բացատրեմ բայց պետքա բայց հենց այս բացատրեմ հասկանալի կլինի ինչի ես ու դու երբ որ սխալներով ենք գրում այդ ընդհանրապես կարևոր չի նայ երբ որ մենք զբաղվում ենք գրանցելով ինչ որ բան հա ասենք թե մենք ունենք պոետ կարևոր ինքը հիմա գիրք է թողարկում այդ շատ անգամ այդ պոետները կամ գրողները նենց չի որ շատ բաղկերկոնից լավ են չէ ընդհանրապես Հիմա ու կան ռեդակտորներ, կան խոսքի խմբագիրներ, որոնք հենց դրանով են զբաղվում, հա, կորեկտորներ, որոնք ուղղագրությունը սաղ ճշտում են։ Ինչի համար։ Անցնելու է, ասենք թե 200 տարի, ամբողջ ուղղագրությունը, ամբողջ լեզվի կառուցվածքը փոխվելու է, բայց լինելու է այս ժամանակի ուղղագրությունը ու այս ստեղծագործությունը։ Ու կարա ասենց իրար հետ վերցնես, էսի կօգնի, էսի դեկադավորես։ Եթե խառը լինի, չես անելու։ Բայց Երբ որ ես Facebook-ում post եմ գրում, այդ ոչ մեկ հաղորդալիքը չի դեկոդավորելու։ Հենց հիմա հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն էքսկուրսիա են տանում, ստե աշոտ տեստերը, podcast կարում է։ Դամար ուղղությունը կարևոր է կոնկրետ սպეციფიկ դեպքերում։ Ես սա կյանք տանջվել եմ, որ ես ունեցել եմ այդ խնդրեմ, որ
Նա ես օրինակ ինստիտուտ էի ընդունում, որպես լրագրող, պետք է բան սլավյանսկիներ, պետք է ռուսերեն դիկտանտ գրեի։ Ես ռուսերեն սախկյան գրում եմ, բայց մեկը չեմ կարող ճիշտ գրեմ ուղղագրական։ Պարապել եմ, քննությունը հանձնել եմ 18 եմ ստացել դիկտանտից։ Մոռացել եմ։ 2 օր հետո ես էլի սխալներով էի գրում։ 5 բալային համակարգով էլ էս ով 10 ոչ իմաստիչն է, որ ես սախկյանքն է ստանջվում էի։ Չնայած հələ երբ որ ես սովորում էի, ասում էին շատ, որ մեր այն ժամանակվա ուժեղ լրագրողները սաղ վատ են գրում, ուղղակի տենց մի երկու հատ աղջիկ են վերցնում համալսարանից, որոնք նստում ու ուղղում են իրանց սխալները։ Հիմա հետո տարիներ անց է, ես այսպես ստենդափով եմ զբաղվում ու ստենդափի մասին հոդվածներ էի գրում։ Ու ինձ Մեդուզայից են գրում, բա մեր համար մի քանի հատ հոդված գրեի, Bell-ից ինտերվյու պետքա վերցնեի, տենց մի քանի հատ հոդված եմ ու գրել։ երկու հատ աղջիկ վարձեց։ Չէ, ու ես ինձ ասում եմ, ժող, մի հատ խնդիր կա։ Գիշերը։ Բայց սցենարի համար չէ, էլի պրոստը երկու հատ աղջիկ։ Մենք շատ ենք։ Ավաշ, բանա, ասում եմ, ցած խնդիր կա, ես ուղղակական վատ եմ գրում։ Ասում են, օքեյ, մենք հատուկ մարդիկ ունենք վարձը, որոնք այդ սաղ անում են։ То есть Մեդուզան կարևոր խմբագրությունն է։ Իրանք 0 խնդրեմ ունեն դրա հետ, որ դու վատ ես գրում։ Ոնց դու Ես սցենարներ եմ փախել, ինչ ռասկազներ եմ գրել, սաղ արել եմ ու ոչ միտեղ այդ խնդիր չի Ես հիմա գիրք եմ գրում ու մարդկա իմ ընկերն է վարձել եմ, դա ինչպես լինել առողջ տղամարդ։ Յուրս ես Google Drive-ի մեջ գրում եմ, յուրը մտնում ուղղում է, ասում եմ մի էլ ուշադրություն դարձրու։ Դզեց, հա։ Պատոկի մեջ գրում ես, այդպես պատոկի մեջ Այդ շարունակի։ պատոկի հարցն է։ Այդ պատոկի հարցն է։ Դու պրոստը մտքերդ ես Հա, տալիս, ես հա։ մտքեր Ոսկի ես երբ որ գրում եմ, ես չեմ կենտրոնում բառերի վրա, ես մտքի վրա եմ կենտրոնացած, դրա համար բառը մոտ շատ երկրորդական, ես նույն բառը կարամ մի բարբերության մեջ 3 տարբեր ձև գրեմ, պրոստը ոնց կայֆը ստվել այդ բան։ Հետո սկսում եմ ասենք թե խմբագրել, նստում եմ ու մեկը ասենց փորձում եմ բառի վրա կենտրոնում, էլի իմաստի մեջ եմ ռիթմն եմ փորձում դզեմ, ստիլիստիկան եմ փորձում դզեմ, բայց ուղղագրությունը երբեք իմ համար Մենք կավեն որ հելնում ենք բեմ կամ հիմա որ ռիլ եմ նկարում, ես սցենար չունեմ։ Սաղ ռեժիսորներ դեմից ինչ որ նկարում են ռիլերը, ստաղ եկը, բաս գժվում էին։ Սա սցենար չունես, ասում չէ, ու նույն ռիլը որ եթե ստոպ եղավ մի հատ է պետք է նկարեմ, լրիվ ուրիշ բառերով։ Ստացի ուրա մեր սցենարը։ Չէ, կամ ինձ որ սենց են անում, ասում են ոդկասթ հյուր են գալի, ասում են, բա մեզ նախնապես ինչ հարցեր են, ասում եմ Շորտ հարց չկա էլի ասում։ Դե բանը ես եղել է Յուրի հետ ասում եմ, դե կարողա պապայիցս խոսանք։ Պայտակ կարող է։ Ես օրինակ բան Դա չի հարցները, ինչ հարց է։ առողջության ապահովագրության վրայով նախարարին կանչել եմ հյուր, հաղորդում եք նկարել, առողջապահության նախարարն է ու իրանք սցենար չեն ուզում։ Ես իրանք պատրաստ էի տալ, բայց իրանք չուզեցին ու սցենար չունեմ, գնացել եմ գործից վազելով, գնացել մինիստրի հետ ինտերվյու պետք է նկարեմ ու առաջի հարցը հենց եկավ, դες կարակ նայեք իդե ոդկասթը այնտեղ կա։ Առաջ ես մարդը ցմանում, այդ հարցը դու ցմանում Դավիթ գինիալ եմ, պրոստը հարցը էլի, ասի պատրաստ, ասում եմ, իսկ դուք պատրաստ եք, սենց այդ հարցը զավոյել լրիվնս իրեն տվեցի, ասում եմ Դավիթ գինի ու լիքը մարդ կարմտացի, որ ես այդ հարցը, դες գրեած գցած ջեբս մանեմ գալի։ Ոչ չէ, հենց այդ պահին կարեկը տվի։ Լուսը կավենում ոնց էին գրում սցենարը։ Գրում էին բանը, չգիտեմ, դեպք հոկտեմբերյանում։ Ու վсё։ Մնացած սա գլխներից մի ապա դու սենց չէիր խոսում ընդդեմ։ Դու խաղալ դեպք հոկտեմբերանում։ Մենք որ նոր ենք սկսում ոդկասթը, ես միշտ ամեն ինչ նայում եի հետ կապված ու նախորդ հարցերը ինչ որ ինձ գրում բան է անում պատրաստում։ Հետո նկատեցի որ ես այդ պատրաստությունից մենակ առաջի հարցն եմ։ Իմ մոտ վերջերս ոչ թե նույնիսկ բան չեմ հարցեր չեմ պատրաստում, ես հակառակ պատխոն եմ անում որ ես փորձում եմ ոդկասթից տենց միջև օրինակ հյուրի գալը մենք մի շուտ ենք հավաքվում Դες նստում եմ ու մի կեժան փորձում եմ ամեն ինչի մասին մտածեմ բացի ոդկասթից մաքսիմալ ինձ հերվածն եմ ես Ես վերջերս աշխատում եմ բավարար չնայեմ ոչ մի բան այդ մարդու մասին հա օրինակ Դավոյի մասին ոչ մի բան չեմ նայում Ի՞նչն է հեյր Վերնա շփվում ենք էլի Unfollow-ել Չէ նկատի ունեմ բան Ոսկի կարամ չէ ինչ որ ինտերվյու դնեմ նայեմ քեզնից բան որ նույն հարցերը չտամ բանս էս ինչ որ Դա տես բան ինքնագդա ես անում եմ Եթե ես մարդը որ դու հասկանում ես շատ այնք ինտերվյուների գնում Facebook-ին եմ հետևում խոսքի Facebook-ին Facebook-ին Տեղեր կան որ ես հասկանում որ մենք մեկա չենք գնալու նույն ուղղությամբ Տեղեր կան որ ես մտածում եմ մենք կարանք ոսկի ինտերվյուներ են տալի այդ էլի տենց անմիջական միջավայրում Այդ դեպքում ես ուզում եմ մի քիչ տարբերվող ուղղություն վերցնեմ, բայց էլի հազվադեպ եմ անում վերջին։ Հետո մեր իրականության մեջ նայ, ես հյուրերի բավ, ես Facebook-ում, Instagram-ում, կյանքում նույն մարդն եմ, նույն հա, լրիվ նույն մարդն եմ, նույն ցինիզմը ոնց որ Facebook-ում կարող եմ ինչ-որ բանի վրա post գրեմ, նույն է ցինիզմը կարամ տեղափոխեմ կյանք, Հա դե էտիկա դու կոմիկ կարայ լինեիր լավ ստացի Դե եղել է էլի Եղել է փող չկա Դե հա փող չկա Ես գնացի Comedy Battle-ի հետ ընտրական փուլին Կրասնոդարում ուրոլոգների մասին ստենդափի գրեք գնացի օրասաղին դզեց style open mic եղավ
արդեն որ այդ այն պերիոդներ որ օֆիսում աշխատում էի բժշկություն թողել է բայց հələ սս բան է անում գնացի open mic սիրոգներ տարե հա գնացի open mic հաջորդ օրը պատերազմը սկսավ ու տենց իմը լրիվ է Սպասի Սիցում է։ Էդի որի վրա որ Փարպետի վրա։ Ահա ես էլ կայանդ է։ Հա Ես էլ կայանդ է, ես հիշում եմ որ սիրոգը եկել էր։ Հա ես իմ համար երեք հա Մենակ էդի Գրիշն էլ է եղել այդտեղ։ Ու դրանից հետո պատերազմը սկսավ ասիլավեսի իմ բանը չէ դրանից հետո եւ մի տարի ոչ քաղաքում մի open mic չի եղել Հա դե հա ու դրանից հետո գործերը նենց ստացվում Ավել դաժան չի Մի եղել։ երկու տարի ոչ open mic ոչ stand-up ոչ Էդի նես ջարդող բաներ իմ համար դե ստացվում է ես 2022-ին որ զորացրվեցի այդ ժամանակ նորից երկրորդ նորից է։ Դա դաժան երկրորդը չէ նա։ Սեպտեմբերի 20-ներ 21-ներ այդ open mic 27-ին պատերազմը սկսավ սաղս աշիասս կոդրվանք ջարդվանք փլվեցինք ջախջախվեցինք ու դրանից հետո տարիուկես մոտ տարիուկես 2 տարի Ռուսները եկան ու նորից արդեն ուրեմն ես կակրած հենց վախտին եմ եկել էլի դրանից շուտ բաններ կարիճը սկսեց կազմակերպել ռուսերենով մայքեր որտեղ ինչն էր աբսուրդը մտը մայքեր են կազմակերպում որտեղ համ ռուսերեն են կելտում համ հայերեն համ անգլերեն տիպը ես մի անգամ վարող եմ հելնում եմ ասում вообще սովորաբար մարդիկ փորձում են աուդիտորան լայն ասեն մենք շատ սպეციფიկ ալտերնատիվ երեք լեզու պետք է իմանաս ոչ թե մայքի գա աբսուրդ է մոյկայում էին կազմակերպում հետո արդեն Վան Գոգում հələ այդ ժամանակ բայց այդ ժամանակվա այդ մայքերի վախտերը որ գնում էին այդ ժամանակ մի շատ տարօրինակ էր սա շարժում որտեվ կայֆ տուսովկա կար բայց ոնց որ չենք ջոգում ուր ենք շարժում հետո գարիկ եկան հետո արդեն գարիկ եկան հա Վան Գոգը եթե ինչ հիմա Green Room bar-ն Green Room bar-ն որտեղ ես աշխատում եմ ժամանակալ ժամանակ ալկոհոլ եմ լցնում բարմեն եմ բարմեն դզեց Green Room վանը չգիտեմ բայց գարիկն ու Էդոն որ եկան արի stand-up-ը բացեցին դրանից հետո ապա ես ամենը երևի սկեպտիկորենն էի նայում, ասում եմ դե լավ, էսի մենակ ռուսների համար։ Որ չի աշխատի։ Հա, ասում եմ դե լավ, էսի մենակ ռուսների համար է։ Բայց գնում եմ, օքեյ է, նորմալ, Այս առիթը է սրա մասին խոսամ, էսի առիթը սրա մասին խոսեմ, ես շատ վաղուց ուզում եմ սրա մասին պատմել, որտեվ իրականում սկզբից լավ օգնել են ռուսներեն հենց, հա։ Այդ բանը բալանսը պահելուն։ Հիմա շատ լավ է։ Նույն բային որ Գարիկ ու Էդոն եկան, անգեներիս մի մասը, էլի Մոսկվայի կոմիկներից գնացին Վրաստան։ Դե բանը իրանց այդ բանը բացեցին, Commigration-ը։ Հիմա նայ երկու кейս է Վրաստանում ոնց արեցին ու ոնց տեղ արեցին։ Փակվեց չէ Վրաստանում։ Դե քթոս վերջացնեմ։ Սպոյլեր։ Բերեբիվատ միան։ Հաղորդումը սպոյլեր արի, աշի սպոյլեր։ Կարոջը, հա, ինչն է ասածը, որ հենց սկզբից Commigration կենտրոնացավ նրա վրա, որ իրենք Վրաստանում անում են ռուսական ստենդափ, մենակ ռուսների համար, մենակ իրանց էին առաջ բրթում, ամեն շոու մենակ նույն սաստաններ, Արիանաներ իրան։ Դա Սաշայինն էր թե չէ։ Ինչ Սաշա։ Հա լավ, որը սխալ եմ անում։ Իլյան էր Ավեշկին, Արիանա, էլի մեր ընկերներն են, կապ չունի։ Գոշանց Մարգուլյան, լիքը ժողովուրդ կար, դա Դիմա Կալաբելկինը։ Հետո Էդոն ու Գարիկը ստե ինչ մոտեցում արեցին։ Իրանք բացին ակումբը, իրանք միանգամից սկսեցին հայկական իվենտներ դնել։ Մեծ մասը ռուսական էր, բայց իրանք հասկանում են, որ իրանք երկար չեն ձգի ռուսականը, որ այդ սաղ վերջանալու է, ու պետքա որ այն պահին, որ վերջանա ռուսական պատոկը, հայկական արդեն առաջ գա։ Ու ինչ են իրանք անում, մեր ջոգի առաջի վիդեոն, որ դուրս է գալի Արի բանում հայկական ստենդափն է, որտեղ Էդոն, որը հայերեն ելույթ անում, դաժե չկա։ То есть ինքը զրո ջանք էր թափում Իրան առաջ բրթելու համար, ինքը ուզում էր ինդուստրիան բրթել։ Ու բրթեց։ Ու նենց այդ ինձ ռիսկային մոտեցում էր, որտեղ ստենդափ կլուբ բացել առաջին հերթին։ Այդ ինձ պատմության մեջ համարյա դեպքեր չկան, որ կոմիկը, որ ստենդափ կլուբ բացի, մնա կոմիկ։ Համարյա բոլոր դեպքերում ինքը դառնում է մենեջեր ու էլ չի կարող ստենդափով զբաղվի, Էդոն կարողացավ դրա մեջով անցնել։ Երկրորդը, որ ինքը այդ պլատֆորման չօգտագործեց իրան բրթելու համար, այնինքը ջոգեց, որ պետքա ինդուստրիան զարգանա, որ ինքը այդ ինդուստրիայում տեղ ունենա։ Ու հիմա Էդոն հրաշալի վիճակում է, բայց իր հետ լիքը ջայլ կոմիկներ եկան, որոնք հիմա իր մեջքը պահում են, էլի, то есть հիմա Արին աշխատում է շատ հայկական միջոցառումների հաշվին։ Հա ոնց որ մի Commigration-ը փակվեց, որտեվ վերջացավ բանը պատոկը ռուսների, էլ չաշխատեց։ Դե հիմա նայ նույն ու հիմա կստացի հայկական շոուները շատ են իրանց մոտ։ Ու անընդհատ թազա բաներ են։ SPO-ն որ սկսվավ, լիքը ռուս լավ երաժիշտներ եկան ստեղ, համալիր էին լցնում, այն ժամանակ պլատֆորմը կար, Գևի պլատֆորմն էին լցնում, համերգներ էին տալի, այդ ժամանակ մեր երաժիշտները, ես այդ ժամանակ համերգի կարոտ էի։ Ու այդ ժամանակ որ մեր հայ լավ բենդերն սկսեին համերգներ տալ, տոմսերը կծախվեր կգնեն։ Ու գնում էինք համերգներ ու ասում ես 20-30-40 հազար դրամ համերգի տոմսի փող էինք տալի, որ գնային։ Դրանից
համերգները կան, ստոպը կա, բանը hard rock-ը անում հայկանն Համարտիկան չեն սիրում, այդ տեղեր գնալ։ Իրանք դեռ Ես օրինակ ես նայ օրինակ իմ համար ամենակոմֆորտ պլատֆորմն է եղել։ Համալիրում ես հաճույք չեմ ստանում համերգներից ոչ մի ձևով։ Պլատֆորմը ինքը տենց 1000-1500 նման քո նման Bezbashan-ի Noisy սիրահար կամ չգիտեմ ընդ Anaconda-ի կամ չգիտեմ ընդ ով կա Kiss-Kiss-ներ եկել հա ես 30 տարեկան տանտեր դավար Kiss-Kiss-ի տակ էի տժում։ Բայց բան է սիրում вообще այտենց движение տեղ։ Առաջ շատ տեխնոներ, հա։ Չէ, առաջ շատ էսի հիմա նենց եմ սիրում տունը դիվանի վրա PlayStation։ Այո, որ ասում են ոնց ես ուզում հանգստանալ, ասում եմ քելեք մեծ FIFA գցել։ Հա, դուզ։ Հա, մեկ էլ այդ ստերեոտիպից խոսենք։ Խիա որ իմ պապը կարար նարդի խաղար հայաթը ու ես PlayStation չեմ կարա խաղալ։ Արա խի կարար քուչի տղեկը բլոտ խաղա, բայց երբ որ ես ասում եմ ես ուզում եմ ասենք Red Dead Redemption մի 7 ժամ, ասեմ խաղա։ Ինչ է կսեմ իզնի։ Մենք ընկերներով որ դու հասկանաս բան է էլի զադրոտության շատ ծայրահեղ բան է մենք բան D&D ենք խաղում իրար այդ բան Pathfinder ենք խաղում այդպես լիքը խաղեր ենք հիմա ես եմ պատրաստվում մի հատ կամպանիա գրեմ ու մենք բան մտածում ենք որ ոնց որ ես հիշում եմ իմ պապերը հավաքվում են խոսքի նարդի խաղալու ինչ որ չեմպիոնատ են անում մենք դες հավաքվել ենք այս նաստով խաղանք նույն միջավայրն ալեն մենք բառավ ծեր բաթուի կարծես ես զառերով բան տելակի չա ասում ինչ է ասում բերեց հա դրակոնը բան ասում հա կամ ասենք Արա դες բան կա, չէ՞ որ պետք է հինը միշտ լավներ, ասենք հին կինոները միշտ լավն են կամ հին բաները միշտ լավ, հին քուչեն լավներ, թազեն, չէ՞։ Ասում առաջ հարևանություն կար բան, ման։ հա բայց հաստատ Արա ի՞նչը։ բայց հաստատ ճիշտ է Հարևանության բավ, հա, այդ ճիշտ է։ Ոսկե իմ մոտ կա իմ մոտ հայաթում Հիմա կա բարև չեն տալի նորմալ է։ Չէ իմ հայաթում կոնկրետ իմ հայաթում չգիտեմ ասում ես շատ տարօրինակ է որ ես այդ բարտը բայց ես Հա որ կարաս ուրիշի տունն է ես տունել եմ հետում բայց իջնում եմ մուժիկների հետ գարաժում խմելով Ահա, դա կայֆ բան է։ քաշած ծողի իջնում եք նստում եք բան մի քիչ Այդ աշոտ հոգալիս։ Ես նոր եմ, ապա ես նոր եմ բռնել այդ կայֆը։ Ապա ես նոր եմ բռնել այդ կայֆը։ Ես այս բանի Վերնիսաժի կառավարությունը այգի Վարդան Մարկոյանի արձանից ես կոմ այդ այգին միջև Ռասիայի մոտ։ Մտնում ես այդ այգի, պրոստը պապիները նստած նարդի են խաղում, այդ ես հետները նստում ես, ունենց կայֆ։ Ես հասկացել եմ հերեսխիերը ավտոն տանում Խադավիկի մոտ։ Կողում էր ու կայնում էր կողը սարքելու, արա գլուխդ Բանաբար, հա։ Հետում եմ յուղ փոխեմ ու գնաց 2 ժամ տղե բայց նա ինչ բակա որ խոսքի ինչը հաստատ կորել է ու շատ մարդ կասի որ դա լավ է որ կորել է բայց ես համաձայն չեմ օրինակ որ երբ որ ես փոքր էի քեզ դաստիարակում էր ոչ միայն քո ընտանիքը այլ սա հայաթը խոսքի ես գալիս էի տուն կարող է այդ պայն ինչ որ բան ա եղել տունը մարդ չկա ես ոչ մի վարքյան չէի մտածում ես գնում էի լյուբոյ դու տան մեջ ծեծում էի ինձ մերոնք թողում էին հարևանի տունը գնում էին գործերով մինչև գավ ես նախ երեխուս կողը դժ վստահ եմ բայց կողը մտածում կողը նեղություն Ես տնեցիքին եք անում հարևանի տուն մեկ խոսքի պատկերացա այսօրվա ժամանակից ծնողը տենա ոնց է իր հարևանը իր երեխուն ինչ որ բան ասում կսպանի տեղում կասի դու ով ես իմ երեխուն բան ասես իմ բանը իմ հայաթում լիքը մարդիկ ինձ գալիս են ասում են սենց մի արա սենց մի այս բան ամոթա բան բայց կարում են դաստիարակել մաման ասում են հայացից տուն արի ասում են ես ինչ ձյան ասել եմ հաց տանեմ իրաց տուն տանեմ հասկացա ինչ է խոսքում այդ լրիվ օքեյ դու ինձ ասել եմ բայց դու ասես սենց հասարակական բան էր դաստիարակություն է նոր տարվան չեք զգացել շատ հյուր չի գալի էլ այսինքն հյուր իրար նոր տարի вообще չկա անհամեմատելի է ասեմ ապա ասում եմ չեն բարևում իրար մարդիկ ես դիլիջանում եմ հա բան մի հատ ոնց որ ընդ բան էր ես դիլիջանի համար գժվում եմ ընդ մարդկանց sense որ մյուս կողմն ես բացայտում խոսքի մի հատ ինչ-որ խանութ է որտեղ ես անդադ գնում եմ առևտուր եմ անում դες այն ժամանակ այդ как раз ես այն ժամանակ միշտ առևտուր էի անում post-պատերազմյան ժամանակներ որ sense շատ sense բռնտրուկների մեջ sense երկար մազեր ունեի խալաթ ունեի տունը Օլո հիշում եմ այդ վաղը կերպար այդ դառը բայց ոչ սա իջնում եմ բաց երկար մազերով գալիս եմ խանութ դիլիջանում դա ոչ մեկին չի զարմացնում իրենք տեսած են էլի անդադ տուրիստ են տանում ու մի օր ես վաճառ ասում եմ դու sense արվեստի հետ ինչ-որ կապ ունես ասում եմ դες սցենարիստ եմ ասում եմ ես է բարի դասատու եմ բիզա մարդ ասում եմ ասում եմ բարի ասում եմ դե հիփ-հոփ Լույս կացես խոսում եք բարես Մենք ասում եմ բան, ու դες սկսում ենք խոսալ այդ շփվել բան, ու մեր ասում դեսեք բան այլի, դες այդ հարևանության բանը, դες նեղ կա, սա իրար ճանաչում են, ես սաղին գիտեմ, տաքսիստներին սաղ գիտեմ ընդ կալցևով կայրած, տունն եմ եղեմ երկու հոգու, խոսքի դες գիտեմ, ախրանիկներին գիտեմ այդ բանը։ Ասում եմ հա մենք նոր տարին խոսում ենք ներքև իշտավուտնուկ ենք։ Հենց հայաթում նոր տարի ենք նշում այդ էլի։ Դες բան Երևանում չի մնացել ապա։ Այդ բան ռայոններում միշտ կա, հլկա։ Բայց էլի քչացել է, մեկը մի քիչ ընդդեմ։ Ես օրինակ անվստահություն առաջ Դիլիջանի պավ, ես լոռացի եմ ինքս,
ես։ Օ, դզես։ Ու Որ կողմից ես։ Ստեփանավանից, բայց ես ինքս Երևանում եմ մեծացել, papas, բայց մենք ընդեղից ենք, էլի։ Ու միշտ մտածել մորը, ես ինչքան շատ եմ սիրում Ստեփանավանը, շատ եմ սիրում անտառները, Դիլիջանը, էլի, Մարտիկենի, Դու Կիրովա։ Մատինյանների հետ կապ ունես։ Չէ, բայց Նարեկը Մատինյան MRT-ի բժիշկ, էլի լորեցի, իրովականցի, հա։ Դե բանը հենց։ Ես Տոնոյան եմ։ Հենց Ստեփանավանից Ես Մատինյանների Տոնոյանների շատ են։ անմիջական կապ ունեմ Տոնոյանների հետ։ Դա հերես, բայց ասենք միշտ մտածում, ախի Չինաստանի, արա եղած 150 կիլոմետր եմ, տրանսպորտ չլներ, որ ես խոսքի օրինակի առատ մի ժամով գա Երևան, գործերս անեքսը 5-ին նստեի այդ բանը պոեզս հետ գնայ Բայց հիմա կա, Ստեփանավան։ հիմա անմարա, խոսքի բանը պետական չի, Դե հիմա բայց ավտո ունի, նայ ապա։ բանը GG shuttle-ը, խոսքի կամ եւ կա տես բան, ես օրինակ երեք Բանն Գյումրիով գնացի Երևանի, պապուծի Ինչքան մենք էլ։ ես երեք Բայց ինքը դանդաղ է, Вообще դանդաղ։ 40-ով որն է։ 40 է, հենց դա։ Բանը իրակ 40-ը իրացնելով։ Դեն քո ասացնա, որ ասում եք ես մենակ Հիսուսի։ Դու մի 2 ժամում հասնում ես, հա։ 2 ժամ ու կես 2 ժամում հասնում ես Գյումրի, խոսքի։ Ամեն օր 4 ժամ ճամփի վրա չես Դե կարող։ բայց ամեն ինչ 40 կարաս կարաս։ կարասել։ Բայց Գյումրին օքեյ է։ Երեխա չունես, Ես երևում 2 ժամ է։ օքեյ է, Մոսկվայից եկած մարդ եմ, ես 2 ժամ առաջ գործի գնում Այ գալիս։ եթե մասու կարաս, դե մետրոն որ մտնում ես կորում ես օրով։ Ոքի ինչքան հարմար է դարել, որ ես բան նստում եմ շատլը գնում եմ Գյումրի, ելույթ եմ ունում, մի հատ հաց եմ ուտում, ինչ խմում եմ ժողովրդի հետ, մի հատ տաքսի եմ նստում, հետ եմ գալի տուն ու ես տունն եմ։ Խոսքի ես Գյումրիում ժամանակ եմ անցկացրել։ Որ այդ նենց կայֆ է։ Ես օրինակ կուզեմ մտած Սաղմոսավանքի կողմերը ապրեմ, տենց մեծ աճիկով բան կանեմ, որտեղ Երևանը արի տղեկ ինքը համ շատ սիրուն քաղաք է, համ այդ սկալարիտնի քաղաք է։ Բայց հիմա շատ դժվար է, շո Ահա դե օգ։ կապ չունի որտեղ ես ապրում, ախպեր Հայաստանում կարևոր է լինես։ Չէ, այդ հաստատ, բայց նայ Երևանի հարցը այն է, որ դու մենք շատ ենք ճզում այս քաղաքը։ Իր դեմքը կորցնում է, էլի ինքը։ Դե- Օրինակ, նայ, գնում ես նայ, օրինակ կասեն դե մեծանում է քաղաքը, բան, խի Բուդապեշտը չի կորցնում իր դեմքը, խի օրինակ Բրատիսլավան չի կորցնում իր դեմքը, ես չեմ ասում Լոնդոն։ Ինչ նկատի ունես Մենք դե։ սերոյետ ենք Բան է խոսում դրա մասին։ հնությունը, Մենք սերոյետ ենք Սողոմոնյան խոսում դրա մասին, հենց այդ դեմքի մասին, որ Երևանը всё же իր դեմքը հələ ձևավորում է։ Դա էլ է պետք հասկանալ, որ Երևանը Բայց նոր քաղաք է, էլի, եթե տենց վերցնես, հա, բայց Աշխարհի ամենա մենք հռոմից 30 դե աշխարհի ամենա տարածքը Պասլենյան հինա, Հա, բայց Երևանը պես քաղաք սովետական ժամանակ է ձևավորվել, կառուցվել Ես ամեն ինչ։ եղել եմ ես չի էլի տենց Ես ունենք աշխարհի մի 20-ը երկրում եմ եղել։ Հա։ Աշխարհի ամենագորշ մութ տուֆտա քաղաքներից մեկը, բայց դրա հետ մեկ ամենասրտաբաց ու լավ մարդկանցով Կիշինյովն է։ Ահա։ դե Մոլդովայի մայրաքաղաքը, երկրորդ համաշխարհային հոդս են ցնդսնում քաղաքը, 0-ից սովետը ինչ պետք է սարքի։ Արագ տներ, որ մարդիկ ապրեն։ Տղեկ, բայց այտենց գաստի պրիմստվա, որ պետք է գնանք մոլդովացիքից մի քիչ սովորենք հյուրասիրություն։ մենք Չի ունենք ուզում գնալ մոլդովացի դաշեր, ընկեր չի ուզում գնալ, կինս դգնա թազակ երկիրա կտենաս բան, օլա գնացի ու սիրահարվա այդ մարդկանց։ Հա։ Մենք դա ես ուզում եմ այդ մարդկային դիմա պատկերն է պետք է պահենք, էլի, որտեղ մոլդովացիք իրանք սիրում են հայերին ստացի իրանք շատ Հայերն են սիրում նրանց, հա Նայ Մոլդովայում Հա։ խմելը, ուտելը ու ժամանցը ինքը դες մի հատ ատրիբուտիկա է կյանքի, հա։ ժամանց Չէ, օրինակ նայ, գինի են բերում, արա գինի խմելու ձև դե ունի։ հա Ու այդ դες չի մենակ այդպես ռեստորանում է տենց։ Տունը, դու չես կարող մենակ դնես, դες կարմիր տուն գինի խմես։ Դանդաղից պետք է գնաս հասնես ընդ որ դի քո պրիձելն է։ Ու դու հասկանում ես այդ մարդիկ ինչքան սրտաբաց կայֆ են։ Մենք էտել ենք կորցնում։ Այսինքն գիտես որն է, որտեվ ես մոտիկան մեկ շուկայում բան Մոլդովայում, ասում եմ Երևանցում կես կիլո պանիրն է վեր տվել։ Արա զուտ զա կայֆ։ Դες նայ, դա անեկդոտիչնի օրինակները մի քիչ իմ համար չեն աշխատում, որովհետև ես Երևանում եմ շատ տես, Հայաստանում շատ բան եմ տես տենում։ Խոսքի ես հիշում եմ չեմ հիմա կա հələ Արենի շուկան, որ գնում ես Արենի պետքա որ լինի, հա պետքա որ լինի, հա Ընդ որ գաս խոսած ընդ քեզ գաուրմայել կտան, Դե ամիջը հա։ կտան, նոխոդասնա կայֆ է։ Ընդ արտասամանցի կա, նենց կվիրասիան կայֆ է կտա։ Գովաստ կարելի է անել։ Հա, երկե։ Հա, բյուրականում այդ գաստրոբակ կա, այնտեղ մեծ տղա է ապրում Արտուրը։ Տղա չի եկա տարիքով մարդը, գինի է քաշում։ Հա։ Օ Արա, այդտեղ սրտաբաց մարդկանց կարող է։ Մի անգամ պատահական տենց մտնում եմ շատ սոված կնոջս հետ են։ Մտնում եմ այդ գաստրոբակ, ասում եմ ձեր մոտ ուտելու բան կա, ասում տղա ջան, հարսանիք է մեր մոտ։ այսօր հարսանիք Այսօր հարսանիք է մեր մոտ, բայց հələ եկեք։ Ոայ, Գինու մարան, Հիսուս։ հորս արև տարավ գինու մարան, 10 բաժակ խմցրես նստեցրես տխուլին։ Բարեկներ անցել այդ օրը։ Բարեկներ չկային այդ վաղտը ասեք։ Էսի հորինած բաց Օրինակ պատմություն եմ պատմում, բայց գաստրոբակը կա։ Նայ, Այդ մարդը խմցրեց, գնաց պատմեց իր գինու մասին, բան։ Արա ու վերջում եւ մի 2000 դրամից գինի առա իրանից, զուտ տենց։ Որ դու հասկանաս այդ մարդը նախ կայֆ է ստանում իր արեստից։ Երկրորդ ինքը շատ հյուրասեր մարդ էր, չթողեց մեզ այդպես բան մնանք, էլի։ Ահա Ու երրորդը բայց սոված մնաց Բայց ինքն էս տպավորությունները իմ մոտ թողում։ Բրատ բայց սոված եք չմնաց Չէ, գնացինք ուրիշ։ Նայ, ինձ թվում է որ մենք շատ վախեցած ենք դարել
անձնական Ապրես, առումով իրարից, որովհետև նա ես այդ massive-ի տունը որ ասում եմ, ես մի տարի մի քիչ ցած պատերի տակով էի քայլում, որովհետև դե ցած օդիոս կերպար եմ, մտածում եմ massive-ից են դրա ապրում։ Ինչ կարքի, խոսքի իրանք ներվայանում եմ իմ գոյությունից ստեղ, Խոսքի մի օր ես անցնում եմ կողքով, ու ես նստած եմ ժողովուրդը տան, նստած դանդեմը խմում են։ Եկե մի հատ նեից մուժգ բա, ապեր մի հատ արի նստի։ Լխմի էլ է։ Մի հատ խմի։ Ուսկում եմ խոսել, օ մի հատ մուժիկան է նստած, ասես ցավոք մահացավ, շատ կայֆ մուժիկ էր, բայց ինձ զադա ասես անում, ասում եմ նա ես քո վրա նայում եմ, ցածր բաս ուներ, գրած ես քո վրա նայում եմ։ Ջոկում եմ ովես դու։ Մեր տունն ես ապրում, որովհետև դու սիստեմին դեմ ես։ Արիրա։ Արա գրկիավ քերած։ Այսպես վիճակ ու հիմա էս պայն, դա մի տարի ես ընդհանրապես խաբար չի ում հետ եմ ես ապրում։ Հիմա մեր վերևի մի հատ հարևան ծոց մեզ բանա։ Դա որ պերաշկի ասարկու, վարի ասարկու, բացա վերում տարիս է։ Դա հարևանիկա այդ որ մետը գարաժում խոհում եմ։ Ձև չկա, ես անցնեմ կողքով ինքն դեպան։ Արի Չասի արի։ ձև չկա ու ձև չունես պատերվակ չգնաս, կանստես խմես հաց ուտես։ Տունել կկանչի բան ու խոսքի այդ դուրը բացվեց նրա պատճառով որ իրենք այդ քայլը դեպի ինձ արեցին։ Ջավես ու ես սկսեցի փոխել իմ մտածելակերպը, սկսեցի մարդկանց շփվել, սկսեցի շատ վստահելով անել։ Տիպը ես սկսում եմ խոսալ մարդկանց հետ ու մենք էլ սկսում եմ հասկանալ որ մարդիկ շատ անգամ դեկլարատիվ ինչ որ կերպար են պահում, որ իրանք այսենց են, իրանք չոր են, իրանք այսենց կարտիկներ ունեն ամեջի, բայց հենց դու մի քիչ մարդկանց Գիտես ինչին է նման, որ մեկ մեծ ստերեոտիպների մեջ են դնում խոսալու բանի առումով, օրինակի համար մի հատ շատ խնդալու պատմություն պատմեմ։ Արա մարդը, արա շատ խնդալու, բայց պետք է պատմեմ, էլի։ Դավայ։ Ապա մոլերից մեկի զուգարանն է, պիստուարն է, միտեղ ես եմ կայնած, միտեղը մի հատ մարդ է։ Արա զգում եմ շատ վատ եմ իզում, դա ես ուրոլոգ եմ, էլի։ Ձերից զգում եմ որ շատ Աբրիվիչնի միզումա։ Արա ես մեջ դոկտոր Խաոսիցեր է։ Արա ես մեջս մտածում եմ, հիմա ասեմ, որ էսի լուրջ պրոբլեմ է, թե Լավ է։ Արա համբերից ես դու բժիշկ ես, դու պարտավոր ես իրենց ասես, թող ինքը մտածի դու դալբայ ես։ Ֆորմաս տերում ես բացի։ Չէ, դու սեկանս ասի հոպարես ասի ոնց որ մի 4 րոպե միզում էր էլի շատ դանդաղ սս կտրտած գա տղա ջան տարօրինակ նայեց բանն հետո ինքը բացվավ սկսեց բացել սուրոլոգիա այդպես պայմանավորվեցին բանացին բուժեցինք այդ մարդ կոպեկ փող հորս արավ չեմ վեկա դեղերը գրած գնացել եմ ապե հա Արա բայց պրոստ այդ պահին դու այդ քո ասած վտանգն է մտածում ես արա կարող ասեմ տաբերանից Կաղաս։ Ապեր դու մասիր վատ Դու ճանաչում ես ինձ։ Արա հիմա Իվանդը որ մտնում ասում կուլտուրական ինչ որ բան ասես դիք սուր տալիս ենք սա բանը բան մտնում ասում ջայլ տղա կամ ինչ 30-ից բան մասի Չդիտի ոնց ասի հա կլես վրա բան Արա դու թուլանում ես մարդս մարդ կարելի ասես բժշկի Մոսկվայում կար մի ստենդափ կոմիկ որ պատմում է որ իրան անընդհատ հյուրասախերախոսի գալերեան բանը Ռոպ այդ իմ շուտկեն է այդ իմ շուտկեն է ֆոններ Դա կրասնադարում ես կարելի բացելու եմ կարդ այդ իմ շուտկեն է Արա դուց է երևի ինքը բան է ես եմ ասում եմ ես ուրոլոգ եմ ու իմ սա հեռախոսը պոպուլի նկարները երբ որ ես նրանք թերթում ես չի մտածում որ ես եմ մտածում որ փող եմ աշխատում Էֆիր գնացել հա Լավ ես խափում էլի Նա չէ ես Կա սիցում պատմել ես տենց Սիցում եմ հա սիցում եմ Ապես դաբիվ կա ունես տենց որ Չէ ասում ես ուրոլոգ եմ հա ասում եմ երբ որ ես պոպուլի նկարներ եմ նայում ինձ չի մտածում որ ես գեյ եմ մտածում ես ունեմ հաց եմ առնում Ապես դու դրան տանում ես որ դու գեյ ես թե չէ Չէ տղեկ ես ված ստենդափեր Չէ դժվար չի կնդալու Ես ասում եմ ես այդ մի հատ շուտ կա ունեի այդ էլ է շատ պրիմիտիվ ասում եմ Հիմա կարող եք կընտրեն այդ կտորը նենց որ տիպը դավիթ ունենի Սենց միտք տվիր մարդկանց Անը կտրել դու այնքան կարդ 150 ստենդափ 150 պոդքասթ է կարևոր կտրել բանը շուտկեն սենց էր ասում եմ երբ որ ես ուրոլոգ սկսա աշխատել ես հասկացա որ մեր հայերի մոտ ոչ մեկ քիթն է մեծ ասա շուտկեն դու այլ լայվլի արթը ճարպականած բան ասած բայց իմս դա շատ աբրիվիչնի է ես ոնց որ 5-10 հատ նախադասություն եմ գրել իրանք իրար հետ կապ չունեն տես պրոստը ասում բայց ես չեմ ստենդափը մի քիչ բան է պիսուարների մասին խոսացիք ապա կամերայի զայրապ կեն նստում դու գնա արի ես մենք խոսացեք ձայնը ձայնակ պետք է կապի գնա ձայնը բանա Ոչմ ստենդափինգ գիտես ինչ դա ինքը շատ տարբերվող այն առումով ինչքան դու պետք է այդ գրայնդը անես ինչքան պետք է տանջվես այդ անընդհատ то есть ստենդափեր դառնալու համար ոչ մի բան պետք չի ով ուզում ես եղի հել բեմ դու պատրաստի ստենդափեր ես բայց դաշը այդ քեզ ոչ մի բան չի տալիս
Խոսքի անցնում են տարիներ, ես վերջերս այդ մի հատ բա բռնացրեցի, որ սկզբից դու ավելոմկվում ես վատ ելույթներից։ Չնայած դու գիտես, որ այդ ամենակարևորը լավ ելույթներից դու ոչ մի բան չես սովորում, դու վատերից ես սովորում, բայց ցած գնում ես մեզ լավ ելույթները քեզ ուժ են տալի, շարունակես վատ ելույթներ ունենաս։ Ցած գնում անցնում են տարիներ, անցավ մոտ մի 6-7 տարի, ու ես հասկացա, որ արդեն լավ ելույթներն են ինձ լոմքում, որովհետև դու հելում ես բեմ ու դու քո ամենալավ ֆորմայի մեջ ես, թույն գործ ես անում, քրտնում ես բեմի վրա, մարդիկ գժվում են, կայֆ են ստանում, ցած ամեն ինչ, ամեն սեթափը աշխատում է, դու իջնում ես բեմից, իրանք արդեն քո անունը չեն նշում, քո կյանքը ոչ մի ձև չի փոխվել։ Դու ամենալավ վիճակում ես կարող քո պրայմն ես, ու այդ ոչ մի ձև չի լավացնում։ Պրայմ դիասնես Մարոկոյին պենալ խփելուց։ Ահա, այդ ոչ մի բան չի փոխում քո կյանքում, դու պետք է շարունակես այդպես գլուխդ կա խաշում։ Հիմա դրա համար ուզում ասեմ, բան է, էլի, այդ առաջի փորձերը ստենդափի, իրանք ոչ մի ձևի պակասածնի չեն։ Այդ обрывочный տիպը, եթե քեզ կայֆ է տալի, եթե դու կարողանաս պետք է պրոստը անընդհատ։ Հիմա մի հատ նայ, բայց Հայաստանում գիտես խնդրեմ որն է, ցիցում որ բեմից իջա, դելի մարդիկ այն ճանաչում, հա դավջան շատ լավն է, շատ լավն է, շատ լավն է, մենք սիրողներս գավնո էր, ինչ էր կարդում։ Ապա ես իրանց շնորհակալ եմ, որովհետև մեր մոտ սիրում ենք, մենք չենք ասում, դու շացին գրել ես, չէ, լավը չէր։ Կող չուզեներ այդպես հայտի մարդու, դժա հարաբերությունն այդ վատացներ, գիտես, այս ինչ լավն է։ Ինքը չեսնի հարցից, որովհետև ես ոնց որ բան էի, շատ էի հոդվածներ գրում որպես կրիտիկ, կակրաս ու իր համերգը լավ ալիքում, որի բոլոր ստենդափերի մասին ես բան էի գրում, հոդվածներ էի գրում, այդպես բան է վերցրել։ Ինքնից ես չեմ ուզում սպասեմ ինչեւ ինձ հասնես, տիպը ասա չեսնի, էլի։ Չես ուզենա հելնես վատ ելույթ ունես, քո երեսին ասեն, այս ինչ էր։ Դե նայ, չէ, դա զրո կարևորություն ունի, որովհետև իրականում այդ ինչ կարծիք ունեն մարդիկ, որոնք մոտենում են քեզ ու ասում են ծիծաղալու կամ ծիծաղալու չէ, այդ կարևոր չէ։ Այ բայց սիցումի մասացի վրա խնդում էին, ծիծաղում էին։ Ես կարայի մտածեի սաղ ասեն լավ է, իսկ մար մտածեի վсё, էս է իմ բանը։ Չէ, նայ, բայց լավ է։ Ես հետո որ հետ եմ նայում, ասում եմ, ես ինչ-որ ապրիվեշնի տեքստեր է իրար կողք ասում, սա համակարգված չէ, սա բան չէ։ Սխալ դիտարկման կետ է, որովհետև ցանկացած արվեստում որ դու զբաղվում ես, քո ճաշակը միշտ ավելի լավն է, քան թե քո կարողությունները։ Դու միշտ որպես գնահատող լավը չես։ Ու բացի դրանից նայ, երբ որ քեզ ասում եմ, չէ, 10 տարի պետք է անցնի, հիմա եթե ես վերցնեմ իմ առաջի տարվա ստենդափերը, իրանք կատաստրոֆիկ վատն էին։ Ես մարդիկ կան իմ ընկերները մոտիկ, որոնք եկել են այն ժամանակին ստենդափի ու մեկ էլ եկել են 6 տարուց։ Էլ չէին ուզում գային այդքան վատներ, բայց ես գիտեի, որ ես պետք է շարունակեմ պրակտիկայի վրա։ Շարախ կալեն է։ Ոդի երկար չէ։ Ինչ-որ երկար չգիտես։ Բանա, ոչ, գաղս այդ տարիների build up-ա, որ դու գնում ես, հասնում ես դրան։ Եթե դու վերցես, այսինքն շատ լավ օրինակ է, բանի Վայե Խաչատրյան խոսում ենք, ու ինքը ասում էր բանա, շատ են քֆուր տալի, շատ են ինչ-որ քաքելուց խոսում, զուգարնային թեմաներ բանից ինչ։ Ես իրան բացատրում եմ, որ ժամանակին ես էլ այդ տենց ու բոլոր կոմիկները, որոնք նոր են սկսում, իրանք այդ ձգտումը ունեն։ Սեքսը ու այդ բանը, հա։ Ինչի, որովհետև առաջին այդ ամենատենց մակերեսային թեման է, որ մենք գիտենք, որ մեզ բոլորին միավորում է։ Այդ Ջոկերը կներես նայել ես, չէ՞։ Հա, իհարկե։ Այնտեղ որ ինքը ստենդափ է գրում, ասում է սեքս, լույս միոցած սեքսը, հա։ Իրա դիտարկումը անում։ Էդի ցանկացած բանա, չէ, ոնց դու ստենդափի մեջ ուզում ես ինչ որ հենման կետ գտնես, որտեղ մենք բոլորս իրար հասկանում ենք։ Սեքսը տարօրինակ է։ Ինչ ուզում ես ասա, այդ տարօրինակ ապա process-ը։ вообще սեքսը տարօրինակ չի, կայֆոտ բան է սեքսը տարօրինակ։ Տարեք ես ուրեմն։ Ապա ված չի որ քննադատում է սեքսը։ Չէ, չեմ քննադատում, ինքը նման չի ոչ մի ուրիշ կոկյակի բնագավառ, ինքը շատ սպეციფიկ գործողություն է։ Ահա օֆիսը աշխատում է, вообще Հա, ոչ, ասած սիշտա, որ դրա համար Չէ, էսի շուխուրոտ выпуск։ Հա, չէ, Ոչմ, հա։ ինքո կանաց Ասած ոդկաստ։ ինչն է, որ բանա, սեքսը առաջին բանն է, որ բոլորի մոտ կա, մենք բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, ու ինքը տարօրինակ է, բայց դրա համար դու պետք է դրանով անցնես։ Ասած ինչն է, որ սկզբում դու ոնց որ երեխա ցեխի հետ պետք է մի քիչ խաղաս, մինչև դու հասնես արդեն այն վիճակի, որ դու ինչ լուրջ հետաքրքիր բաներ ասես։ Եթե դու այդ պերիոդը մանկական չունենաս, դու երեխա ունես, չէ՞։ Դու ասում ես, չէ՞ որ դու չես կարող երեխուդ միանգամից բան медицинский справочник ասել, պետք է մի քիչ խաղալիքներ պետք է ունենա։ Իմ երեխան խելացի է, ոչ աշխատասեր չի։ Ապա երեխան դի խաղալիքներ չտենա вообще։ Երեխու երես խաղալիք չգիտեն։ Օ, դու երեխա չունես։ Միանգամից պետք է բան տալ, չէ։ Ես խոսամ, երբ որ ծնվեն, էլի, նվերիչներն ու Ես նվերամները։ գիտես ինչ եմ գծե երեխեքից վրա։ Անես պրոյեկտներ եմ գծել։ Ես ենք դες լոպազ խոսում, կինտը չպետի ուտի։ Մուլտիկ չպետի նայի։ Դու չես մոռանում։ Երեք բանը ստիլնիա հակնվելու բան։ Որ բանը։ Արա մտնում եմ դու ցից չանես, հա, բանը։ Սեն մտնում եմ դուսացիան, պապա ինձ ի՞նչ ես բե։ Սա դեմքիս են, մի անգամ ասի ոչ մի բան։ Արա գիտես ինչ տիպի հետ ես չեր շփվում, Ապա բայց դա դուք եք սովորացել։ Չէ, ապա հետի Ուրիշ բանի մասն է ասում։ մարդկային էությունն է։ Հետապրս վերջացնում։ Ամեն դեպքում կատակներդ մի կողմ,
երեխան պետքա Եկնել ես ստադիոն ինքես, ես խաղալիք չեմ տեսել, եմի սովոր չեմ։ Դες ինչով վերջացավ սա։ Արան Մեքսիկ։ Արան ասես։ Մի պաշտա խաղալիք եմ վերես։ Նվերը փոքրվա ստամեսկայով էր խաղում։ Բայց ոչ մասը սենա որ Ունեցի գիտե։ երեխեք պետքա Ես վերջերս նայ, չեմ ամուսնացած չեմ, 27 տարեկան եմ, տնեցիք չեն հարցնում դաժե չես ուզում ամուսնանալ։ Ես վերջերս մտածում կարող է վերցնովի տնեցիք։ Չգիտես ինչ է։ Կարող է իմ տնեցիք չեն։ Ինչին եմ մեն հեչ եղել է որ մամային կամ papayin բանը ասել եք դե մանկության ժամանակ sense ինչ որ բան է նո դու կոստյումով ես մեծ բան չեն կարեք համար երես ինչ չեն ասում ասես խաղալիք չեմ ունեցել քիչ վրա Չէ լավ ունեցել եմ իրականում ունեցել եմ խաղալիքներ, եթե ինչ։ Աղբորպես նվեր Telegram-յան արիքին, եթե հետևեք կիմանաք որ նվերի դրամին փոքրեցեք որ խաղալիք արվի։ Լավ կներես, շարունակի Սենա որ դու կարաս գաս հիմա սկսնակ ստենդափերին ասես գիտես բատնա քո ստենդափը չնայած ինքը ծիծաղալու է բայց այդ մարդու մոտ դիսոնանս առաջանալու բա ոնց է լավը չի եթե մարդիկ ծիծաղում են օրինակ իմ առաջի կատակների վրա էլի ծիծաղում էին բայց հիմա ես կարամ ասեմ որ ինքը վատն էր այն ժամանակ ես այդ գիտակցությունը չունեի ես պետք է այս ճանապարհը անցնեի ես պետք է ինձ գտնեի իմ ձենը որը տևում է հələ որ 8 տարի մեջն եմ հələ որ չանցածում եմ միած ես բան հասնեմ ըստ քեզ on-line պետք է ստենդափ հլնի չէ այսինքն չէ հա չի կարող դե հենց դա մասը օրինակ պետք է ստենդափերին բեմ Չէ, այսինքն նայ ոնց է, այդպես ֆորմատներ կան, չէ, մարդիկ ստենդափ են անում, դատարկ դահլիճում հելնում են միկրոֆոնը չի աշխատում։ Չի աշխատելու։ Դու չես կարա ստենդափը նայ, ստենդափը չի գրվում, ինքը չի ռեպետիցիա չի արվում։ Ինքը աշխատում է Լուիսի Քեյը վերջերս մի հատ ինտերվյուում շատ լավ նկարագրեց։ Ասում է եթե օրինակ երաժիշտ ունի գործիք Տրուբեն, հա, մեր գործիքը աուդիտորիան է։ Քեզ Լուիսի Քեյի մասին խոսելուց ձեռը ցենց։ Ապա բայց մի հատ էսի ասես բրցնես մի հատ կոնկրետ մարդու վրա օրինակ եմ բերել, էլի։ Լուիսի Քեյը շատ լավ նկարագրում էր, որ տիպը քո գործիքը աուդիտորիան է, ոչ միկրոֆոնն է, ոչ քո կատակն է դաժե, հենց աուդիտորիան է, որտեվ դու սովորում ես շատ ճկուն լինես աուդիտորիայի հետ զայմադեստվայի մեջ ու իր ֆիդբեքից սովորես քո կատակը լավացնել։ Առանց աուդիտորիայի, առանց այն պահի, երբ որ դու չունես հետ գնալու տարբերակ, օրինակ դու որ ռեպետիցիա ես անում, մի բան նիտոասցիր, մի անգամ կրկնում ես։ Բեմում դու չունես տենց հնարավորություն, դու պետք է տակից դուրս գաս, այդ տակից դուրս գալու հնարավորությունը, պադաչայի հարցը, այդ Որուսովիչի մասին խոսում ենք, որ մենակ ինքը կարա իր կատակասի։ Այդ նրանից է, որ ինքը սովորել է ինչի վրա է աուդիտորիան ռեակտ անում։ Առանց աուդիտորիա ինքը կյանքում չէր սովորի, որ այդ մելանխոլիկ իր մեռած դեմքը ծիծաղալու է։ Պատերը քեզ դրա Ապա բանը, ես վերջերս Նուր TV-ի դեմը կանգնացեմ ու Վարուժը եկավ, ազգանունը չեմ հիշում, Լենականցի տղա է։ Ահա, ոնց? Վարուժ Աթոյան Վարուժը։ Ոբշի չերեզով աղբերներ կան մարդկանց։ Զգացել եմ, այ երկու անգամ շփեն։ Ապա բանը, չերեզով աղբերներ կան բան տենց օքեյ է, էլի, ես հիմա որպես կոմիկ այդ պահը ասեմ։ Ինքը ասեց ստենդափ եմ նկարել, ասի ցույց կտաս, ցույց է տալիս, այնտեղ ինքը կանգնած է բեմ, սիրուն բեմ, է ստենդափի ռեալ տենց կարմիր ֆոնով, սիրուն լրիվ։ Աթոռը դրած։ Աթոռը դրած, լրիվ ջուրը դրած, բան ինքը կատակա պատում մարդիկ ծիծաղում են ու նկատում են, որ այդ մարդիկ շատ քիչ են ու նալոժենի սմեխ է դրած։ Ասում եմ, բրատ, կպատմես ոնց ես նկարել։ Դե ասում եմ, մենք մենոնցով հավաքվել ենք տենց պատմել եմ գրած կատակներս, իրանք ծիծաղացել են, կտրել եմ, գցում եմ Instagram-ի, բան, տարբեր տեղեր ու ես ոնց կարամ էդի համարեմ ստենդափ։ Ճոգում ես, այդ միտքը էլի։ Հովանես Դավթյանի ստենդափը ավելի լավն է հաստատ, քան էդի։ Իսկ Հովանես Դավթյանի ստենդափը լավն է, թե չէ։ Ես չեմ նայում, Չէ, լավը չի, ես միացնում նայել եմ, հենց որ նոր ես սկսում, ինձ պետք էր մի հատ հասկանալ ինչ վիճակում է ոնց որ մեյնսթրիմը։ Ստենդափ կուլտուրա։ Հա, օրինակ Ռուսաստանում, երբ ես զբաղվում եմ, ես նայում եմ, չեմ, Belly ստենդափերը, հələ միջև դաժե ինդիկատորը, բայց ինդիկատորից հետո նամանավանդ։ Ու ես նայում եմ, ու ես հասկանում եմ, հա, անդեկան լիքը մարդիկ որ դուրս չեն գալի, չնայած դե բանը Աբրամովը դուրս չէր գալի խոսքի բան, բայց լիքը մարդիկ դուրս չեն գալի։ Աբրամը շատ վատ կավենշիկ էր։ Բայց բան էր, բայց խոսքի Բելին, Կարգինովը, մի քանի էլի մարդ, ես նայում եմ, ու ասում եմ, հա, էս իդեալական չի, իրանք այն մակարդակի թույն կոմիկներ չեմ որ ես ուզում եմ, բայց իրանք օքեյ, ես օքեյ եմ, որ այս մարդիկ ներկայացնում են ստենդափը, որովհետև իրանք այն առաջի քայլն են, որից հետո այն ստենդափ կլուբ նոմեր 1-ին տղեկը կգան դրա վրա build-up կանեն։ Այն ինչ որ անում է Հովանես Դավթյանը, Գրիգը, սաղ TV կոմիկները, Գորը, սաղ ինչ կապ չունի ինչ մարդիկ են, բայց այն ինչ որ իրանք անում են, ոչ մի կապ չունի
շարժման հետ ստենդափի։ То есть մենք երբ որ գալիս ենք ու մարդիկ, որոնք Հովանես Դավթյանը նայում են մեզ, իրանք դատում են, որ այս տարբեր կենթանիներ են вообще։ Այս իրար հետ կապ չունի։ Դե հա, բայց այնտեղ Բանա Վարդան Պետրոսյանը շատ ավելի ինձ հոգեարազատ է, շատ ավելի շատ է արել ստենդափի համար այսօրվա իր ներկայացումները, քան թե Հովանես Դավթյանն արել, շատ Վարդան Պետրոսյանը կյանքում իրան ստենդափ չի անվանում, բայց ինքը ավելի շատ է արել դրան։ Դե այտենց որ խորանես այն ժամանակին որ բանը Զադորնովը հելնում էր բանի շուտկե կկարտել էր ստենդափը, հելնում էր ցելեսնի շուտկա իր կարտում։ Հա, ու իրանք գիտեն ստենդափը ինչ է, իրանք սովորում են դրա վրա, բան Ժվանեցկի ինտերվյու կա բանի հետ, հենց ում հետ էր ինքը Հենց Պապիրեշնի հետ էր по-моему, որ եկել էր մոտով, ինքը ասում էր Դիսոնանսը Ժվանեցկին ու Պապիրեշնին։ Այ էտելա շատ տարօրինակ եղավ։ Վախտին Դալգապոլովը շատ կայֆ նկարագրել էր, ասում է ես չեմ կարող իմ մեջ համերաշխացնեմ այն փաստը, որ Պապիրեշնին այդքան վատ կոմիկ է, բայց այդքան լավ տղա է вообще։ Տիպա ապա դա հա շատ կան այդպես։ Ապա Դալգապոլովը գիտես ոնց է, իր կարող է մի ժամ նայեմ իրան։ Հա 15 րոպե ռազրիվ լինի ու 45 րոպե այսպես նայեմ իրան։ Բայց մեկը ուզում ես նայես այդ։ Հա ինչ որ ինչ-որ էներգիա ունի որ բան է սա։ Ինքը բան է, այտենց կոմիկների ոնց որ կա գորտա կա մի հատ, որ իրանք շատ սպეციფიկ ձև բերեցին, մոտեցում բերեցին, որը շատ լավն է։ Դրանից մեկը ամենայն սիրածներից երևի բանն է, Անդրեյ Արապետովն է։ Դինիս Չուժոյն է դրան մոտիկ բանը։ Դինիս Չուժոյն, ապա Մալոյը, Սաշա Մալոյը ապա։ Մալոյը այդքան չէ։ Դինիս Չուժոյն գիտես որ դուս գիտեմ։ Իր YouTube կանալից գրքերի обзорներ որ անում են, հա։ Շատ լավն է։ Բանը վատ գրքերը, բայց նայ Չուժոյի մոմենտը ինչն է, որ ինքը ամենտեղ իր անձը շատ ուղիղ բերեց, որ դու ասում ես ես ամենտեղ նույնն եմ, այնքն էլ տենց ինքը Twitter ուներ, որտեղ ինքը շատ անձնական, շատ པարզ գրում էր իր մասին, ինքը ով է։ Ու հետո իր ստենդափը բխում էր իր անձից, նույնը Արապետովն է, ինքը շատ անձնականացված, շատ խոցելի, որտեղ ինքը sense շատ բաց է իրան դնում, ինքը չի փորձում կրուտո երևա։ То есть Արապետովի ստենդափը ինքը կրուտոյ չի, ինքը sense բաց է, խփեք տիպա։ Ես ինչ կարող այդ բանն է Eminem-ի մոտեցումն է, տիպա դուք ինչ կարաք ասեք ինձնից վատ, էլի որ տիպա վերջում հելավ Հա, скажешь, что я по мне не знаю։ Հա, էլի ասենք ինքն ելավ իրան գցեց ցեխը հանց, դե դու կարաս խոսես։ Ինչ կարաս ասես։ Ապա Ավետ Բարսեղյան։ Հա, խոսքի, դե գալի չասես ասում եմ ասա։ Լավ օրինակ։ Դե Բայց կավերնի հետաքրքիր է, այսքան ասում ես կավերն, ում հետ ես խաղացել հայտնիներից կավեր։ հայտնին ես։ Ես էի։ Ես քանի կավենի հեյթեր եմ։ Այ ես էլ եմ կավերնի Որտեւ հետ։ ինչ չվերցին։ Ապա այմը ուրիշ պատճառ է։ Դու աբիժնիկ ես։ Աբիժնիկ ես, կավենի աբիժնիկ եմ Ուրիշ կոնտրել։ պատճառ է կավերնի։ Ինչ է։ Չէ, բայց պատմի էլի։ Ում հետ ես խաղացել Չէ, կավերնի։ մեր հակառակորդ թիմը ֆինալում որ կրվանք, Գրիգը Պոնչը, հա ռեստարտներ մանկավարժականի, իրանց կրվանք, մենք փոխ չեմպիոն դառանք, իրանք չեմպիոն։ Հա, ու իրանք մտան 32, դուք չէ։ Չեմ անում էդի ոնց եղավ, ես չէ հետո գնացի դասեր ես սովորել։ Ես գնացի դասանները, թե կարում 2 սեզոնում մենք խաղանք։ Չէ, կավեն ինքը գիտես ոնց է։ Նախ մեր TV-ով ուրիշ նայելու բան չունենք, 10 մի անգամ Սարգսյան որ հարցրեցի, կավենը sense բան, բայց դու հասկանում ես չէ՞ ուրիշ նայելու բան չկա։ Եթե դրա հետ զուգահեռ մի 5 հատ էլ հաղորդում եք, կարող կավենը պոպուլարность չունենա։ Այդ ժամանակ Comedy Club-ը չկար, չէ՞։ Չէ։ Կար, Ավելի բայց ուր։ չէ, կամեդին ու կավեն իրար 10 տարի ռուկա ու բրոկը գնացին, երկուսն էլ սկեցին։ Ես հիմա կամեդի կլիպ չեմ կարող։ Դե հիմա չի Ասի Comedy Club-ը, որտեվ ինքը ինչ որ բան, որ գիտես ինչն է իր բանը, որ մեկը նկարագրեց ու շատ ցավոտ նկարագրություն էր, բայց ինձ թվում է այդ ճիշտ է, որ ինքը այդ ջայլների, այդ համարցակ կուտոկի, որ ցենց ամեն ինչին դեմ էին գնում, դարավ սիլավիկների համար մորային հաղորդում, որտեղ իրանք տիպը հավաքում են կակրաս այտենց մարդկանց, որոնց դեմ էին իրանք իանում, թե ու իրանց մասին թեթև հումորիկներ են անում։ Բայց գիտես նույն բանը հիմա ես օրինակ բան արիում եմ նկատում շոուների Ինչ ժամանակ։ արումով։ Բանի է, ավետի պահով հենց։ Ինչ էր։ Չէ, լավ չեմ, սպոյլ չեմ անում, գնացեք նայեք։ Ժիվոյ, sold out կա, գնացեք նայեք։ Չէ, բայց ինչ իխի դու ամենատեսրի Comedy Club-ը արի հետ։ Բանը էլի, նայ, մեդիա է, չէ՞ մտել, Պալիբոմը մեդիա է մտել արդեն։ Իրանք չեն կարող լցեն նենց մարդու վրա, ոնց պետք է լցնան։ Բայց ինչից վերցի։ Այն ինձ հավաքվոր չի դզում այդ ծալակեպը։ Ինչի պետքա հումորը մենակ լցելով, հա, աշխատում։ Ախպերս խնդալու է, եթե անում ես միջև վերջ պետք է խնդալու։ Անպայմանա շակալն ենք սաղած, որ խնդալու։ Դե բայց շակալ չի, էտի խիա շակալ։ Սիրելիներս աղբոր պես ոդկասթի հովանավն մագնեզիում հանգստացեք ակնում եք ես դվերը։ աղբերներ թարգեք հելի ջայլ տղեկ հելի ձեր Ինչ է։ Ինչացի վեղացը գնաց։ մի կուչի տղեկ այ փողան ուրիշ այ մի ոդկասթի հավաքվեք ուրիշ ոդկասթի տղեկի տղեկ
Հետո վա։ Չէ, դες բաներ մի ասա, արա ինչ ես։ Քանի շուխուր ենք։ Մեր ախպերներն են սա, չի կարելի դες բաներ ասել։ Вообще միայն խոսա, հա դու։ Ես խոսում։ 10 րոպե։ Всё, մենք պետք է փակենք 5 րոպե կարթեն կարենք, всё։ Լուրջ։ Բան չմնաց, հա։ Բայց բանը դավոյ Խոսացինք Всё, նան, կինոից մենք բանից ենք խոսում, աստղային պատերազմներից, հիշու՞մ ես։ աստղային պատերազմները։ աստղային պատերազմներ ամեն օր շանտի եթերով։ News-ը հայլը որ գրի աստղային պատերազմներ Beyoncé-ն հարված է։ Հաշ գիտես ինչն է կայֆը, որ ես Չէ Beyoncé-ն հարված է Obi-Wan Kenobi։ բան Obi-Wan Kenobi շնորհակալություն հայտնես Beyoncé։ Կաշը իմ սիրած բանը ֆրազան բան Star Wars-ի մասին, որ Star Wars-ի ֆանատները ամենավատ ֆանատներն են աշխարհում, որովհետև Star Wars-ի մասին ցանկացած կարծիք ինքը հակասական կարծիք է։ Ոչ մի այդպես հիմնական գիծ չկա։ Օրինակ մենք վերջերս երբ հավաքվել ենք բանն ենք նայում, Lord of the Rings ենք նայում, որովհետև դրա մենք խփով Ես էլ ենք։ եմ շատ գիժ ֆանատ, Ռեժիսորի հայ գրքերին էլ իհարկե մենք ռեժիսորի վերսիան ենք միացրել, ասենց ամեն շաբաթ մի հատ նայում ենք, իհարկե սա քննարկումներ իսկ գրքում սենց էր, իսկ էսից նենց էր, բանես Lord of the Rings-ի երրորդն ենք նայում ու բան չերի տոմատոներ էին կարել, որ այդ սցենայի վաղ դու տեքստ Ապա ես դու Կարոջ ասած ինչն է, որ այդ Lord of the Rings-ի մասին դու չունես ոչ մի հակասական կարծիք, վերջն է ախպեր։ Բոմբա, հա, всё։ Բայց Star Wars-ը, որ ամեն մեկը Լսի, տարածի կարծիք դու ունենք։ ո՞րն ես նայ առաջինը։ ինչի Star է։ Wars-ը ո՞նց ես։ Ես մի հատ բան եմ ուզում ասեի պրոստո փակենք։ Ասա։ Իսկ դուք համաձայն չեք, որ Star Wars-ի ֆանատները вообще վատ ֆանատներ են Harry Potter-ի համար։ Այսինքն չեն Harry Potter-ի ֆանատ չեն, Star Wars-ի ֆանատ են։ Ապա ես շուտ կասեմ, բայց Շուտկա չեմ ասում, մեկ ապ դի փակենք։ Սա- Տախուշ բան ասեմ, չփակեմ։ Հա, էսի բավական ապուշ բան։ Սիրելիներս կամերան մարգատա անուն ժամանակը Սա, բրծավ, սա, հա, դու գնացիք, պակա։ Կանդի